Տիկնայք և պարոնայք, հարգելի հյուրեր, այսօր ձեզ հրավիրել ենք, որպեսզի ներկայացնենք Արա Պապյանի «Նոյան արծվի տուն դարձը» գիրքը։ Գրքի պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել այս տարվա հունվարին Լոս Անջելեսում և արդեն համալրել է ԱՄՆ բազմաթիվ գրադարանների ֆոնդերը։ Գիրքն անգլերեն է։ Այն նվիրված է հայ-ամերիկյան հարաբերությունների բազմաշերտ և բարդ պատմությանը։ Գրքում ընդգրկված են բազում հոդվածներ ու փաստաթղթեր ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների մասին, որոնք հիմնված են երկարամյա հետազոտությունների վրա։ Գրքում անդրադարձ է արվում ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների պատմական, իրավական և դիվանագիտական հիմքերին։ Հայաստանի և Միացյալ Նահանգների նորագույն դիվանագիտական հարաբերությունները քառորդ դարի պատմություն ունեն, մինչդեռ հայերի և ամերիկացիների բարեկամությունը ձգվում է դարերի միջով։ Արդեն 1653 թվականին հայերն այնքան մեծ հաջողություններ էին արձանագրել այնտեղ, որ նրանց մասին եղել են բազում հիշատակումներ։ Ավելի ուշ, նախորդ դարի սկզբին, Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն առաջին անգամ աշխարհին պատմում է հայ ժողովրդի դեմ ուղղված հանցագործությունների և հայերի ցեղասպանության մասին։ Այդ ժամանակ է, որ Միացյալ Նահանգները բավական մեծ աջակցություն է ցույց տալիս հայերին, ընդունելով բազմաթիվ հայ փախստականների։ Խորհրդային միության փլուզումից հետո Միացյալ Նահանգներն առաջին պետություններից է, որ ճանաչում և օգնության ձեռք է մեկնում նորանկախ Հայաստանին։ Սակայն այսօր մենք ներկայացնում ենք մի գիրք, որը միայն անցյալի մասին չէ, այլ առաջին հերթին ապագայի մասին է, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների զարգացման հեռանկարների, այդ թվում անվտանգության, տնտեսության և մշակույթի մասին։ Գրքում հեղինակը խոր վերլուծություն է ներկայացրել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիների մասին, սակայն այն իրականում Հայաստանի Հանրապետության աշխարհում իր տեղը հասկանալու և այդ տեղը վերագտնելու մասին է։ Գիրքը գրված է փաստաթղթերի, սկզբնաղբյուրների և երկար տարիների ուսումնասիրության հիման վրա։ Այն ցույց է տալիս, որ հայ-ամերիկյան հարաբերությունները դրվագային և կսկտուր չեն, այլ ունեն պատմական, իրավական և քաղաքական ընդգրկուն հիմքեր։ Գրքում ներկայացված է մի կարևոր գաղափար. Հայաստանը կարող է և պետք է ունենա իր հստակ տեղը միջազգային հարաբերություններում, և այդ ճանապարհին ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները կարող են ունենալ կարևոր դեր անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում։ Արա Պապյանը այս գրքում հանդես է գալիս ոչ միայն որպես հետազոտող, այլ նաև որպես դիվանագետ և պետական մտածողությամբ մարդ, ով երկար տարիներ զբաղվել է միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության իրավունքների և շահերի պաշտպանությամբ։ Այս գիրքը կարևոր է, որովհետև այն օգնում է հասկանալ մի պարզ ճշմարտություն. պետությունները գոյատևում են ոչ միայն բանակով, այլ նաև դիվանագիտությամբ, իրավունքի իմացությամբ և ճիշտ դաշնակիցներով։ Նոյան արծվի տուն դարձը գիրքը վստահորեն իր արժանի տեղը կզբաղեցնի հայ քաղաքական մտքի և դիվանագիտական գրականության մեջ։ Շնորհավորում ենք Արա Պապյանին այս կարևոր աշխատանքի համար և մաղթում նոր հաջողություններ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, հարգելի ներկաներ, ուրախ եմ այսօրվա միջոցառման համար, որտեղ սա հնարավորություն կտա ինձ ձեզ ներկայացնելու մի շատ կարևոր ոլորտ, որը կարծում եմ ավելի պիտի դառնա մեզ համար կարևոր ընթացող քաղաքական զարգացումների հետևանքով։ Ես նաև ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանին, որ սիրահորժար կերպով հյուրընկալել է այս միջոցառումը և հնարավորություն է տվել մեզ միասին շփվելու։ Ես մի 30-35 րոպե կներկայացնեմ գիրքը, թե ինչ է ներկայացնում, ինչի համար է գրված, ապա հարց ու պատասխան քննարկումներ կունենանք, որը կարծում եմ ամենակարևոր պահն է գրքի շնորհանդեսի ժամանակ։ Ամեն մի գիրք իհարկե սկսում է վերնագրից, Գիրքը բնականաբար սկսում է վերնագրից
եւ կազմից։ Անգլերեն այն կոչվում է The Homecoming of Noah's Eagle, այսինքն Նոյի արծվի տունդարձը։ Գաղափարը մի խոսակցության ժամանակ, երբ որ ես խոսակցում էի մի ամերիկացու հետ, այդ ժամանակ ծագեց մեջս, երբ ինքը լինելով շոտլանդացի, որը գալիս էր Հայաստան, ասեց սա իմ համար տունդարձ է, որովհետև ես որպես քրիստոնյա հավատացյալ պիտի հավատամ, որ ծննդոց գրքում գրված պատմությունը այն է, որ Արարատը մարդկության վերածննդի գագաթն է, դա կա։ Եվ ինք հենց օգտագործեց homecoming, այսինքն տունդարձ բառը, եւ ես այս գաղափարը այստեղ դրեցի։ Եվ սա շատ կարևոր է, որովհետև մենք հաճախ մոռանում ենք, որ օրինակ Պիկասոյի այս հայտնի գծանկարը խաղաղության աղավնին որ կա, որը ՄԱԿ-ը հաճախ օգտագործում է, ըստ էության նույն Արարատի գագաթից բաց թողնված աղավնին է, որը բերեց կտուցում ձիթապտղի ձիթենու ճյուղը ի նշան նրա, որ արդեն ջրհեղեղը իջել է, կա խաղաղություն։ Բայց ես աղավնու փոխարեն արծվի գաղափարը դրեցի, որովհետև ինձ համար մի մարդու, որը առնվազն 1.5-2 տասնամյակ զբաղվում է Հայաստան Միացյալ Նահանգներ հարաբերություններ, եւ իմ համոզումն է, որ Հայաստանի ապագան արևմուտքի մասնավորապես Միացյալ Նահանգների հետ է, սա շատ կարևոր էր։ Ունենալ այս արծվի տունդարձը։ Չգիտեմ, պատահականորեն էր, թե այդպես ստացվեց, երբ որ գիրքը տպարանում էր, անցյալ տարի, եթե հիշում եք, այստեղ Հայաստանում անցկացվեց արծիվ գործընկեր Eagle Partner 25 զորավարժությունը Հայաստանում, եւ այդ նույն գաղափարը, արծվի գաղափարը դրվեց, ոնց որ ասած, այդ զորավարժության հիմքում։ Ես իմ հանդիպումների ընթացքում Միացյալ Նահանգներում, իսկ առնվազն 21 թվականից ամեն տարի հանդիպումներ են եղել եւ Վաշինգտոնում, եւ Նյու Յորքում, եւ Լոս Անջելեսում, եւ այդ հանդիպումների ընթացքում ես հասկացել եմ, որ ինչ որ մի բան պակաս է։ Այսինքն, երբ որ ես նայում էի այդ կոնգրեսականների, սենատորների, պետքարտուղարության աշխատակիցների գրադարակներին, սեղաններին, որտեղ բազմաթիվ տարբեր գրքեր կար, բացակայում էր Հայաստանը։ Որտեղ ինչքան էլ տարօրինակ է, այո, մենք հիմա ես կանդրադառնամ դրան ավելի մանրամասն, իսկապես շատ ընդգրկուն եւ երկարատև հարաբերություններ ենք ունեցել Միացյալ Նահանգների հետ, բայց թեման շատ քիչ է ուսումնասիրված։ Որովհետեւ քաղաքական պատճառներ կար, այսինքն ՍՍՄ տարիներին դու չէիր կարող առաջին հերթին որևէ շատ առանձնապես դրական բան գրեիր Միացյալ Նահանգների մասին, որովհետև գիտեք, վերայատնի պրատիվնիկ անունով էր հանդես գալի, այսինքն հավանական թշնամին էր, եւ դու թշնամու մասին չէիր կարող լավ բան գրեիր, անգամ չէիր կարող գրեիր այս օրինակի համար որփախնամ գործունեության մասին, հիմա այսան կանդրադառնամ, որտեղ սա կարևոր ոլորտներից մեկն է։ Մենք մոռանում ենք, որ Միացյալ Նահանգները քաղաքականը դեռ կանդրադառնամ, այն երկիրն է, որի գործունեության շնորհիվ եւ որի եւ իշխանության եւ ժողովրդի նվիրատությունների շնորհիվ 132,000 հայ որբ է փրկվել։ Եվ 10 տարի անընդմեջ այդքան որբ պահել են։ Դուք պատկերացնում եք, չէ՞, այսինքն գրեթե 100 տարվա մեջ այդ 132,000-ը առնվազն 700-ից 800,000 մարդ է։ Այստեղ եթե կան գյումրեցիներ, պիտի հիշեն, այո, Գյումրու այդ որփանոցները որ կային, եւ պատահական չէ, որ Գյումրին հայտնի էր Orphan City, որփաքաղաք։ Մենք մոռանում ենք, որ այո, Գյումրին որփերի քաղաք էր, իր 25,000 որփերով, որոնք դարձան միջուկը։ Եվ այդ որփերին խնամելու համար մեկ այս կտավն է, կամ պաստառը ավելի ճիշտ, որը գրքի կազմի հակառակ կողմում է պատկերված, սա 1918 թվականի Near East Relief-ի
դրամահավաքին նվիրված պաստառներից մեկն է, որի հեղինակն է Դուգլաս Վոլքը, եւ նպատակ էր ներքևում գրած է, եթե ուշանակ, այսինքն այսօրվա համար պիտի հասկանալ դա 20-30-ով պետքա բազմապատկել։ Եվ սա, ասենք, պաշտոնական հաշվարկներ են, օրինակ 91 թվին արդեն 20 թվի հետ համեմատած, ասենք, ամերիկյան Նյու Յորքի դատարանը, New York Life Insurance դատի ժամանակ ասեց $1 17-ով պիտի 91-ին բազմապատկվեր։ Հիմա առնվազն այդ 17-ը հաստատ առել է 25-30 այս բանը։ Բայց գիտեք հետաքրքիրը որն է, որ այս 30 միլիոնը, որը նպատակն էր, շատ ավելիով հավաքվեց, գրեթե $100 միլիոն, այսինքն այսօրվա գումարով գրեթե $2 միլիարդ հավաքվեց, որը հնարավորություն տվեց մինչև 1932 թիվը անգամ սովետական Հայաստանում պահել որբանոցներ, կամ Յասնիկյանի նամակը դրան նվիրված։ Հիմա իմ նպատակը որն էր, իմ նպատակն էր այն փաստերը, որին ես տարիների ընթացքում եւ այն փաստաթղթերը, որին ես տարիների ընթացքում ծանոթացել էի, մասամբ իմի բերել եւ ներկայացնել մի շարք նպատակներով։ Առաջինը զուտ իմացության առումով շատ կարևոր է։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը պարտավոր է իմանալ իր պատմությունը։ Եվ իսկական Հայաստանը նաև այդ պատմության վրա է խարսխվում։ Չի կարող պատահի առանց արմատների լինի ազգ պետություն։ Մյուսը երախտագիտության պահն էր, որտեղ ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք հիշել այն մարդկանց, իսկ նրանք հազարներ են եղել, որոնք եկել են, որբեր են խնամել, չեմ ասում է դրամահավաքին մասնակցածները, որոնք միլիոնավոր մարդիկ են եղել, միլիոնավոր մարդիկ առանց չափազանցության։ Տարիներ առաջ ես այստեղ հանդիպեցի մի ամերիկացի դիվանագետի, դեսպանատան աշխատողներից էր, Ամերիկայի այդ խորքային, այսպես ասած, գյուղաքաղաքներից, ասում եմ, որ ես նշանակում ստացա, գնացի մորս ասեցի, դե պիտի գնամ, ասեց ուր ես գնում, ասեցի դե չես իմանա, ասեց ուր ես գնում, ասի Հայաստան, ասեց ոնց չեմ իմանա։ Բա մենք որ դպրոցական էինք, մենք բան ունեինք, այնտեղ golden breakfast rule էր կոչվում, որ այդ օրվա նախաճաշից հրաժարվում էին եւ այդ գումարը եւ ուտելիքը փոխանցում էին հայ որբերին։ Ասեց ես զարմացա, որ որևէ հայ չկա այդ քաղաքում, բան որևէ շփում չկա, այդ մարդիկ արել են։ Եվ նաև ի երախտագիտության նրանց այս ամբողջը պիտի հիշվի եւ արձանագրվի։ Իհարկե իմ արածը մի փոքր մասն է։ Ես սա արեցի մի տեսակ ավելի շատ քաղաքական նպատակով արագացված, որտեղ հավատացեք, սրա երկրորդ հրատարակությունը եթե լինի տարիներ հետո առնվազն կրկնակի ծավալով պիտի լինի։ Ես ուզում եի Միացյալ Նահանգների անկախության պետականության 250-ամյակին հասցնել եւ սա տպել։ Այս տարի Միացյալ Նահանգների 250-ամյակն է, հուլիսի 4-ին գիտեք, դա բացառիկ տարեթիվ է, 40 հազարամյակ։ Եվ պետք է ցույց տալ նույն ամերիկացիներին, որ մենք հարաբերություններ ունեինք դեռ այն ժամանակ, երբ որ դուք անգամ Ամերիկա չէիք։ Դուք ընդհանրապես բրիտանական գաղութ եք եւ այդ փաստաթղթերը կա, նյութերը կա։ Ընդհանրապես այս գրքի մեջ 31 հոդված եւ փաստաթուղթ կա, ընդհանուր առմամբ 5 հիմնական բաժիններով ներկայացված՝ քաղաքական, ռազմական, մշակութային եւ այլն։ Եվ այս 250-ամյակի առիթով ես կարծում եմ սա այն միջոցառումներից մեկը, որ պիտի լինի, եւ հայ ժողովուրդը պիտի ցույց տա իրեն եւ ամերիկացիներին, որ նաեւ ամերիկացի կայո հայերի համար արել են, բայց նաեւ ունեն պարտավորություններ ստանձնած այդ պարտավորություններ մեր ժողովրդի առջև։ Այո, շատերը անգամ հայերի մեջ դա ուրանում եւ մոռանում են, բայց ոչ բոլորը։ Մենք դրան տեր ենք կանգնելու։ Եվ պատահական չէ, որ առաջին հոդվածը հենց այս գրքի մեջ եւ ամենամեծ հոդվածը 21 էջ, դա Woodrow Wilson-ի իրավարար վճռին նվիրված հոդվածն է։ Մանրամասն այն հայտնի փաստաթուղթը, որով Փարիզի վեհաժողովի հանձնարարականով եւ իրավասությամբ Woodrow Wilson-ը որոշեց Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը։
Սա շատ կարևոր է եւ պետք կարևոր է նաեւ հիշեցնել ամերիկացիներին։ Սխալ են պատկերացումը, որ շատերից ես լսում եմ, որ ասում են, դե ամերիկացի կարողա չգիտեն դրա մասին։ Իհարկե չգիտեն, որտեղից պիտի իմանան։ Եթե դու չես հիշեցնում, չես ասում ինքը որտեղից պիտի իմանա։ Դու պիտի ներկայացնես քո շահերը։ Այո, կար մի սերունդ, դա 20-ական թվականների սերունդներ Միացյալ Նահանգներում, որ շատ լավ գիտեին Հայաստանի տեղն էլ եւ այլն, հենց այդ դրամահավաքների եւ նաեւ միսիոներական գործունեության շնորհիվ։ Այստեղ ես ունեմ մի հոդված, որտեղ մեջբերված են ԱՄՆ-ի տարբեր նախագահների նամակներից, հուշագրություններից հատվածներ։ Եվ այդտեղ մի հատված կա Հերբերտ Հուվերի ԱՄՆ-ի նախագահի հուշերից, որը պարզ ասում է, որ 20-ական թվականներին Հայաստանը նույնքան հայտնի էր Միացյալ Նահանգներում, ինչքան Անգլիան։ Պատկերացնում եք, չէ՞, Անգլիան դա մար երկիրն է Միացյալ Նահանգների, դա բրիտանական կայսրության միջուկն է եւ հայտնի, եւ դա ինքը չափազանցություն չի անում։ Այո, հայտնի է եղել, որովհետեւ հայկական հարցը շատ կարևոր էր Միացյալ Նահանգների համար եւ այդ հայկական մանդատի տալը Միացյալ Նահանգներին էլի պատահական չէր, որը չիրականացավ, դա արդեն ուրիշ հարց է, կարելի է այդ հետագայում քննարկել կամ եթե հարցեր լինեն, բայց հարցը հետեւյալն է։ Ցանկացած հարց, որը այս պահին կարող է թվալ անիրական, անհնարին, հաջորդ պահին, իսկ այդ հաջորդ պահը կարող է լինի ամիսներ հետո, տարիներ հետո, տասնամյակներ հետո, կարող է դառնա իրական եւ արդիական։ Մեր խնդիրն է պատրաստել այդ ամբողջը, իսկ եւ պատրաստ լինել ինքներս, որ համապատասխան քաղաքական իրավիճակի դեպքում կարողանաս օգտվել։ Որովհետեւ եթե դու պատրաստ չես, այդ հնարավորության պահը կգա կողքովդ կանցնի եւ դու չես կարող հնարավորության պահը բռնել։ Պիտի ասեմ, որ այս եւ իմ շնորհակալությունը հայտնեմ Wilsonian Heritage կազմակերպությանը, Միացյալ Նահանգներում գրանցված հիմնադրամ է սա, որի հիմնադիրներից մեկը ես եմ եւ մի քանի այլ մարդիկ, որի շնորհիվ մենք հնարավորություն ունենք կազմակերպել դրամահավաքներ եւ տպագրել այս գրքերը։ Սա ոչ առաջինն է, ոչ վերջինը պիտի դեռ շարունակենք։ Իրենց իմ շնորհակալություն է, անունները չեմ հնչեցնում, որովհետև ոնց որ ասած դրա համաձայնությունը չունեմ դեռևս, բայց մարդիկ են, որոնք նվիրված այս գործը անում են։ Նաև ասեմ, որ բնականաբար իմ աշխատանք ինչպես միշտ եղել է անվճար, եւ այդտեղ դուք տեսնում եք վաճառքի գին կատարած, դա զուտ տպագրության ինքնարժեքն է։ Այսինքն զուտ տպագրության ինքնարժեքն է։ Ցավոք սրտի Հայաստանում, որի սկսած թղթից, տպագրական ներկից, վաճառքից եւ այլ ամեն ինչի վրա գիտեք, հարկեր կա, բացառիկ, այսինքն քիչ երկրներ կա, որ օրինակ գիրն ու գրականությունը նման հարկերով ծանրաբեռնված լինի, ինչքան Հայաստանում։ Եվ ցավոք սրտի, եթե այդ գիրքը օրինակ հայտնվի գրախանութում, վրան եւս 30-40% գալու է առնվազն, որը անհնար է դարձնում մարդկանց համար այս եկամուտի դեպքում օգտվել այդ շատ կարևոր բանից։ Դրա համար գրադարանները ինչ կարևոր են։ Իհարկե Միացյալ Նահանգներում բնականաբար մեծ մասը անվճար բաժանվել է այս գրքի եւ բաժանվում է։ Հիմնականում սենատորներ, կոնգրեսականներ, Պենտագոնին բավականին շատ պետք հարտուղարություն, տարբեր մարդկանց լրագրողներ, որը կարծում են կարևոր է, որովհետև իրենց համար էլ սկզբնաղբյուրի վրա հիմնված նյութը, փաստացի նյութը միշտ կարևոր է։ Հիմա գանք ոնց որ ասած ավելի գրքի նկարագրության, թե ինչ կա գրքի մեջը։ Ասեմ, որ բնականաբար նպատակ ինչու ես անգլերենով գրեցի, որովհետև ելի եմ ասում իմ թիրախային լսարանը Միացյալ Նահանգներն է, իրենց քաղաքական գործիչները, որովհետև ես մտածում եմ, որ իրենք իմանան։ Միգուցե հետո ժամանակ կլինի, կարելի է սրա հայերենն էլ ունենալ, բայց կարևորը դա է։ Եվ այս խորհրդանիշն էլ, որ ես դրեցի, ամենասկզբում խաչի եւ սուրի մի այսպես միաձուլում, մի պատկեր ցույց տալու համար, որ
մեր գոյության համար երկուսն էլ շատ կարևոր է՝ սուրը եւ խաչը, եւ հոգեվոր եւ ռազմական ուժը, եւ այն իրականությունը, որը մենք ունեինք 100 տարի առաջ փաստաթղթերի ձևով չկարողացանք իրականություն դարձնել, դա հետևանք է մեր թուլության։ Ցավոք սրտի դեռևս այդ շարունակվում է։ Սա այս բաներն են, այսպես հիմա գանք առաջի գլուխը։ Առաջի գլուխը հայ-ամերիկյան քաղաքական հարաբերություն եւ ստրատեգիական հարաբերություններին նվիրված։ Ես ասացի առաջի մասը հենց Ուդրո Ուիլսոնի իրավարար վճիռն է, սրա մասին ես շատ եմ գրել, խոսել, առանձին ուսումնասիրություններ կա, այդտեղ գրադարանում եղածին որոշ գրքերի օրինակները կա դրած, դրան են վերաբերում, այո, ես դա համարում եմ, որ դա ապագայի հարց է եւ ապագա քաղաքական հարց է։ Եվ այդ հարցը բարձրացնելու են ուրիշները, մենք չենք բարձրացնելու։ Ինչպես հայկական հարցը առաջացավ ոչ հայերի, որտեղ շատերը ճիշտ չեն հասկանում, ասում են, այ հայերը եթե քչով բավարարվեին, ապա լավ կին, հայերին ով է հարցրել իրանք ինչով են բավարարվում կամ չեն բավարարվում։ Հարցը դրել են, բարձրացրել են, պետք է եղել ինչ որտեղ էլ շահարկել են եւ եղել է։ Հիմա խելոք կլնեին, կօգտվենք, չէ, չենք կարողացել օգտվել։ Հիմա վաղը, որ այս հարցը բարձրացնեն, էլի մեզ չեն հարցնելու։ Նրանք ում համար պետք է լինելու Թուրքիայի դեմ գործողություններ անելու, դուք կտեսնեք ինչ արագությամբ քաղաքական դրոշը կպարզեն, բոլորը միանգամից կսկսեն խոսել սրա մասին, իհարկե Հայաստանում են նրանք, ովքեր այսօր չեն խոսում, արգելում են, իրանք էլ կսկսեն խոսել դրա մասին, բայց այդ պետք է դրսից այդ պատվերը գա։ Բայց դա գալու է, կրկնում եմ, որովհետև երբ որ մենք նայում ենք մեր տարածաշրջանին, ապա ակնհայտ է, որ մենք թևակողել ենք առնվազն մի 2-3 տասնամյակ ցնցումների փուլ, այս մեծ միջին արևելքը, որից այլ ձևով է դուրս գալու տարածաշրջանը։ Հիմա այլ ձևը հոգուտ մեզ կլինի, թե Իվանաս մեզ կլինի, այդ ուրիշ հարց է։ Էլի է շատ բան մեզանից է կախված։ Մենք կարող է դուրս գանք որպես շահող, կարող է դուրս գանք որպես տուժող։ Երբեք չպիտի կարծել, որ այն ինչ որ ունես հավերժ է, կամ այն ինչ որ քեզանից խլել են, հավերժորեն են խլել։ Մենք մեր կյանքի ընթացքում այստեղ են սերունդն է նստած, որ գեիշի, ես ապրել եմ սովետական միության տարիներին, ու այսինքն սովետական միության տրոհում, կործանում, դա անհնարին բան էր, այսինքն ում որ ասեր, որ դա տեղի կունենա, չէր հավատում, ասենք գժի տեղ, եւ այդ ձև էր, մարդիկ կային, որ դրա դեմ էին, բառից բուն իմաստով տանում էին գժանոց, որտեղ մարդ պիտի գիժ լինի, որ մտածի, որ սովետը կարա քանդվի, այսինքն ոչ թե համարում էին քաղաքական հակառակորդ թշնամի, այլ գիժ։ Հիմա շատերը կարող է շատ բաներ էլի հավարում են միջին արևելքում, որ հնարավոր չի։ Տեսեք, այսօր պատերազմ է գնում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև։ Մի բան, որը 10 տարի առաջ, էլ չեմ ասում սսեմ տարին, անհնարին կհամարարվեր։ Եթե կան երկու ժողովուրդ, որ իրար այդքան մոտ են ամեն ինչով, այդ երկու ժողովուրդն են։ Այսօր գնում ամենադաժան պատերազմը։ Իսկ մեր հարևանները, լինի արևելքից էլ արևմուտքից էլ լուրջ խնդիրներ ունեն։ Իրանի փոփոխությունները, ու ես հույս ունեմ, որ այդ փոփոխությունները արագ կլինեն, շատ դրական ազդեցություն են ունենալու Հայաստանի ապագայի համար։ Բայց վերադառնանք մյուս բուն նյութին։ Երկրորդ հոդվածը, էլի քաղաքական մասով է, Ուդրո Ուիլսոնի հայտի 14 կետերն է, որոնցից 12-րդ կետը վերաբերում էր Հայաստանի ապագային։ Այստեղ կետ կա Լեհաստանին նվիրված բան, եւ այդ բոլոր կետերը ստեյցան իրականություն են դարձել, բացի հայաստանյան մասով։ Բայց սա սկզբունքային փաստաթուղթ է։ Դուք ամերիկյան բոլոր, այն որ գոչվում է basic documents, այդ ժողովածուներ են տպում, միշտ այդ հիմնական փաստաթղթերի մեջ Ուիլսոնի 14 կետը կա։ Սրանք շատ կարևոր են։ Եվ սա պետք է ցույց տալ, ամեն անգամ պետք է հիշեցնել, եւ դա եւ դեմոկրատներին, որտեղ ինքը դեմոկրատ էր, եւ նաեւ հանրապետականներին։ Մյուս հոդվածը վերաբերում է Ուիլսոնի տուն թանգարանում պահվող այս հայտնի կտավին, որը կոչվում է Հույս, սա Հովսեփ Փուշմանի կտավն է, ասեմ, որ Ուդրո Ուիլսոնը միակ նախագահն է,
Միացյալ Նահանգների, եթե չգիտեք, որ որ թաղված է Վաշինգտոնում, մայր տաճարում է թաղված եւ ունի իր տուն թանգարանը այնտեղ, որտեղ հենց այս կտավն է, որտեղ ես նաեւ նվիրել եմ կա Ուիլսոնի կողմից գծած, որոշված հայտնի իրավարար վճռի քարտեզը։ Ինչով է այս կտավը հայտնի եւ կարեւոր եւ ինչն է հույսը։ Նու սա բանի ձևով ավանդույթի ձևով է, որ ձեզ պատմում են հենց այդ տեղի աշխատողները։ Սա 14 տարեկան մի աղջկա, հայ աղջկա պատկերա, որի ձեռքում անթառամ ծաղիկն է։ Անթառամ որպես հույսի եւ որպես Ուիլսոնի իրավարար վճռի անժամանցելի, անբեկանելի եւ կատարման համար պարտադիր։ Շատերը սա չեն հասկանում։ Շատերին թվում է, որ դա ինչ որ բան է։ Ասեն, գիշերը լավ չի քնել Ուիլսոնը, առավոտ շուտ արթնացել է, որոշել է մի հատ քարտեզ գծի, այդպես չի։ Եթե միջազգային իրավունքի մեջ կա որևէ փաստաթուղթ, որը որպես փաստաթուղթ խարսխված է լուրջ իրավական հիմքի վրա, այս փաստաթուղթը, այսինքն իրավարար վճիռը, այդ բարձրակետում գտնվողներից է, հաստատապես։ Եվ դրա հիման վրա ձևավորվել ամբողջ արևելյան Եվրոպայի քարտեզը, դրա վրա ձևավորվել միջին արևելքի քարտեզը։ Եվ երբ որ Ուիլսոնը մահանում էր, սա էլ շատ հետաքրքիր է, պատմությունը։ Եվ իրեն պետական, կառավարական թաղում էր հասնում եւ կրկնում եմ, որ գնաք Վաշինգտոն DC, գնացեք մայր տաճարը, մտնում եք աջ թևի վրա, մի քիչ խորանաք, այդ իր գերեզմանն է, եւ ժամանակին հաջողվեց կազմակերպել, որ Հայաստանի երկու նախագահ այցելեցին Ուիլսոնի գերեզմանին եւ ծաղիկ դրեցին։ Հիմա չգիտեմ հնարավոր է թե չէ, բայց ժամանակին դա հնարավոր եղավ։ Բայց Ուիլսոնը խնդրեց, որ իր դագաղը նախ դնեն այն սենյակում, որտեղ երկու նկար կար։ Մեկը իր առաջի կնոջ, Վաղամերիկ կնոջ նկարն էր, մյուսը հայ աղջկա նկարը։ Եվ իր վերջին խոսքերն էր, որ ես հայ ժողովրդին կներեք, բարդ մնացի։ Մյուս փաստաթուղթը ամնի մեծ կնիքի նվիրված հոդվածն է։ Ինչու առանձին ես հոդված գրեցի սրա մասին եւ տեղադրեցի եւ ցույց տալով են բոլոր իրավարար վճիռները, որտեղ ամնի կնիքով հաստատված է։ Որտեղ շատերը սա էլ չեն հասկանում։ Գիտեք, այն օրն էլ էլի մեկը ապուշ բաներ էր դուրս տալիս, չգիտեն հարցը։ Որևէ բան չեն հասկանում, խոսում են, չի կարելի, հասկանում եք լրջագույն հարցերին այդպես չի կարելի մոտենալ։ Ի վերջո պետք է մի քիչ ծանոթանալ, նոր խոսալ, որովհետև այդ մարդկանց ասածը հետո մեր դեմ է օգտագործվում։ Հիմա ինչ է ամնի մեծ կնիքը, the Great Seal of the United States։ Սա այն կնիքն է, որով Միացյալ Նահանգները հաստատում են, այսինքն պետքարտուղարը հաստատում եւ ենթաստորագրական նախագահի ստորագրությունից հետո կարևորագույն փաստաթղթերը։ Այսինքն եթե ԱՄՆ-ը համարվում է, որ իր գոյության ընթացքում 10,000 փաստաթուղթ է ստորագրել, միջպետական եւ այլն, այդ 10,000-ից չնչին մասը մի քանի 100-ն են, որ մեծ կնիքով են կնքված։ Որովհետեւ երբ որ մեծ կնիքով կնքվում է, դա դառնում է ԱՄՆ-ի ներքին օրենսդրության մաս, կոչվում է the law of the land։ Այսինքն ինքը սահմանադրական օրենք է։ Այսինքն Ուիլսոնի իրավարար վճիռը դա ոչ միայն միջազգային փաստաթուղթ է, այլ դա եւ ԱՄՆ-ի ներքին փաստաթուղթ է, որը ուղղակի կիրառման հարց է։ Եվ ելի պահպանվել է գրագրությունը պետքարտուղարության իրավաբանի գլխավոր, որ Ուիլսոնի նամակ էր գրել 2 օր հետո, նոյեմբեր 24-ին, 20 թվականի 22-ից 2 օր հետո, որ ես ինչ ես անում։ Դու որպես նախագահ կարող էիր կնքել քո կնիքով, բայց Ուիլսոնը հասկանում էր, որ իր կնիքով կնքված փաստաթուղթը վաղը վերագրվելու է, ասելու են դե Ուիլսոնն էր, այդ Ուիլսոնի պարտավորությունն է։ ԱՄՆ-ի պետական կնիքով ամրագրված է, դա ԱՄՆ-ի պարտավորությունն է։ Ու քանի դեռ կա ԱՄՆ-ը որպես պետություն, ինքը չի կարող սա չեղարկել։ Հայաստանն էլ չի կարող։ Ինչքան էլ ոմանք իրանց ճղեն, իրանք չեն կարող չեղարկել այս փաստաթուղթը, իրանք չեն հասկանում։ Այս փաստաթուղթը
մեր բանը չի, ցանկությունը չի։ Այս փաստաթուղթը միջազգային հանրությունը Փարիզի վեաժողովը այդ ժամանակ 52 անկախ երկիր դրել են, որոշել են, որ այսպես պիտի լինի։ Աշխարհի բոլոր երկրները, որ հայրենիքի մի մասը, որտեղ շատերին թվում է, որ դա ամբողջ չէ, մի մասը, եւ շատերը դեմ էին իրավարարվեցին, որտեղ ասում էին ոնց թե դուք հայերի հայրենիքի 60%-ը տալիս եք ուրիշներին, որովհետև հայերի թիվը քչացել է, հայերին կոտորել են, որտև այդպես էր, որ որոշումը, այսինքն 40%-ին վերաբերեց, ընդամենը 4 նահանգին, բայց այնուհանդերձ իրանց որոշումն էր, որտև դա նվազագույնն էր, որ իրենք գտնում էին հայ ժողովրդին պիտի տան։ Հաջորդ հոդվածը վերաբերում է Սպիտակ տան եղած նախագահների, ես որ ասեցի, արդեն տարբեր անդրադարձներն է հայերին, նրանց վերաբերմունքը, ինչեր են արել, եւ քչերը գիտեն, ես օրինակ այստեղ չունեմ, չեմ դրել, բայց օրինակ ասեմ, որ Վաշինգտոնի ժամանակ, այսպես առաջին նախագահ որ կռիվ էր անում, այնտեղ գիտեք օրվա համար, ասենք գոյություն ուներ գաղտնաբար, այսինքն եւ այդ գաղտնաբարներից մեկը, որը կիրառվել է, եղել է Արմենիան, այսինքն անձամբ Վաշինգտոնի համար Արմենիան կարևոր է եղել, ինքը գաղտնաբար է դրել, որ առաջ ոնց էր, չէ՞, մենք հիմա որ password ենք ասում, հասկանում ենք այս համակարգիչը, առաջ գալիս են ժամապահը ասում էր բանը, կարծեմ watchword էր կոչվում այն ժամանակ, այսինքն ասում էր եւ գնում էր, այսինքն բոլոր նախագահները Եվ այստեղ կան մինչև Բուշ եւ այլն այդ այցելությունները կան, այստեղ տարբեր, այսինքն մեսիջներ, Cleveland-նա, այս ամբողջը Թեոդոր Ռուզվելտը հայտնի, բան, այս ամբողջը կա։ Այստեղ մի փաստաթուղթ ուղղակի Հուվերի ժամանակ, չգիտեմ ինչքանով այստեղ երևում է, բայց այստեղ այն երկրներն են, որտեղ բանը քվոտաներն են տված Հայաստանի ներգաղթի իրավունքի նա վերաբերում եւ սա կարծեմ 29 թվականի փաստաթուղթ է եւ այս երկրները կա եւ եթե նայեք այստեղ այս ձախ սյունակում առանձին կա Արմենիա այսինքն մեզ ոչ չէ ինչ մեզ նիշ ներշնչում էին ոնց Հայաստանը եկան գրավեցին վերջացավ եւ այլն ոչ Միացյալ Նահանգները շարունակել է Հայաստանի անկախությունը ճանաչել մինչև 1933 թվականը։ Եվ մինչ այդ երբ որ դուք նայում եք բոլոր քվոտաների մեջ որտես պետություն տրվում է, այստեղ նայում եք, չի ասենք Չայնա կա, Ալբանիա, Աֆղանստան, չգիտեմ, Նեպալ, բան, այդ թվում Արմենիա։ Եվ հետաքրքիր է, որ ասենք Արմենիա 100 հոգի, դա այն թիվն է, որը ասենք միջին եվրոպական երկրներին տրվող մարդկանց քանակն է, բայց սա կարևորն է, որ սա պետական մարմնի որոշումները, որը մի անգամ եւս վկայում է, որ Հայաստանի անկախությունը շարունակվել է ճանաչվել, սա շատ կարևոր հանգամանք է։ Սա նաեւ նաեւ կարևոր, որ 1927 թվականին, երբ որ Սենատը անդրադարձավ ամերիկա-թուրքական փոքր Լոզանի պայմանագրի վավերացմանը, Գիտեք, 1917 թվականին խզել էին դիվանագիտական հարաբերությունները պատերազմի պատճառով, հետո Լոզանում մի առանձին փաստաթուղթ ստորագրվեց ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջև վերականգնելու դիվանագիտական հարաբերությունները։ Իսկ ԱՄՆ-ը 1927-ին մերժեց դա վավերացնելու։ Շատ հստակ պատճառաբանությամբ, որ Ուիլսոնի իրավարար վճիռը ուժի մեջ է։ Հետևաբար դա հակասության մեջ կմտնի ճանաչել Թուրքիային, որը օկուպանտ է հայկական տարածքների, այսինքն խաթարում է ԱՄՆ-ի որոշումները, նաև օրենքը, եւ չվավերացրեց, եւ առ այսօր Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների մեջ չկան դիվանագիտական հարաբերություններ, ինչքան էլ տարօրինակ թվա, չկան այդ հարաբերությունները, կա միջգերատեսչական փաստաթղթի վրա 1927 թվականին ստորագրված modus vivendi, որը հնարավորություն է տվել գերատեսչություններին փոխանակել դիվանագիտական ներկայացուցիչներ, որը եղել է Անդրու Գրուն գնաց ԱՄՆ-ի առաջի, այսպես ասած, դեսպանը այնտեղ եւ Ահմեդ Մուխտարը, որը իդեպ, եթե գյումրեցիներ կա, ասեմ Ահմեդ Մուխտարեն զորաբանակի հրամանատարներ, որը հայտնի ջարդերն ու կոտորածները
կատարեց Շիրակում։ Մի կեղտոտագույն անձ, որը դառավ առաջի դիվանագիտական ներկայացուցիչը։ Այսինքն մենք ունենք այսօր դե ֆակտո ամերիկա-թուրքական դիվանագիտական հարաբերություններ, դե յուրե դա բացակայում չկա։ Եվ սա լուրջ հնարավորություն է տալիս այս հարցը տարբեր տեսանկյուններից մոտենալ եւ այլն, բայց դա ցավոք սրտի առանձնապես զբաղվող չի եղել։ Այստեղ բաներ Թեոդոր Ռուզվելտի ուղարկված նամակն է, այն ժամանակվա բանը Խրիմյան հայրիկի կաթողիկոսի կողմից, էլի շատ հետաքրքիր է, այսինքն այս նամակը։ Սրանք փաստաթղթեր են։ Այսինքն ես նաև բերել եմ սկզբնաղբյուրային փաստաթղթեր, որպեսզի մարդիկ ծանոթանան։ Եթե անգամ կան արխիվային փաստաթղթեր եւ կան ժամանակին հրապարակված, բայց ես վերահրատարակել են, որովհետեւ գիտեք, եթե 1904 թվականին ինչ որ ամերիկյան թերթում մի բան է տպվել, գիտեք, քանիսը պիտի գնան բացեն այդ թերթը, կարդան եւ այլն, հատկապես որ պետք էր նաև թարգմանել եւ դնել, ասենք, հաճախ անգլերեն եւ այլն։ Այս բոլորը հիմա այս քաղաքական մասն է, սան էլ անդրադառնամ, սա էլ կուսակցությունների պլատֆորմն է, ամերիկյան երկու հիմնական կուսակցություններ, գիտեք, դեմոկրատներ եւ հանրապետականներ։ Եվ դեմոկրատները եւ 1924 թվականի եւ 1928 թվականի իրենց պլատֆորմում նախընտրական, հիմա չէ, նախընտրական փուլը, այնց պլատֆորմ բանն են օգտագործում, առանձին կետով միշտ գնացել է Woodrow Wilson-ի իրավարար վճռի ի կատար ածում։ Այսինքն իրանք չեն ուրացել իրենց կուսակցության դիրքորոշումը։ Ինչու մինչև 1928 հետո չեղավ, որովհետև 33 թվականին, երբ որ Հիտլերը եկավ իշխանության, եւ պետք էր արդեն ՍՍՀՄ-ին ճանաչել, որպիսի միասնաբար կռվեին Հիտլերի դեմ, 1933-ին Միացյալ Նահանգները ճանաչեցին սովետական միությունը, այդ ճանաչումը միայն 1933-ին ա եղել, որից հետո բնականաբար արդեն ճանաչվեց Հայաստանի անեքսիան Ռուսաստանի կողմից, սա էլ ուզում եմ հստակ իրավունքի տեսանկյունից հարցնայել, որտեղ գիտեք, ասենք կա ոչ իրավական տերմինաբանություն, ասում են սովետականացում, չսովետիզացիա եւ այլն։ Իրավական տեսակետից դա սկզբից օկուպացիա էր, հետո անեքսիա էր, այսինքն, եւ իրենք ճանաչեցին այդ անեքսիան, որ Հայաստանը գրավեց Ռուսաստանի կողմից։ Դա միայն 33 թվականին։ Դրանից հետո բնականաբար արդեն կուսակցությունը դադարեց իր ծրագրի մեջ սա ունենալ։ Բայց շատ կարեւոր է 24 եւ 28։ Ինչով է կարեւոր։ Սա ի պատասխան այն մարդկանց, որ վկայակոչում են Ալեքսանդրապոլի պայմանագիր, Կարսի պայմանագիր, չգիտեմ, Մոսկվայի պայմանագիր եւ այլն, ասում են չեղարկեց, ջնջելա, ջնջխելա, իրավարար վճիռը բան, ել եմ ասում, առանց բան հասկանալու։ Ուղղակի ռոպագանդիստական բան է։ Բայց էս ոնց։ Եթե այս մարդիկ շարունակել են անել այդ ոնց է եւ ոնց կարար երկողմ անօրինական փաստաթուղթը չեղարկել միջազգային ամենաբարձր իրավական կարգավիճակ ունեցող փաստաթուղթը։ Մենք կարող ենք երկուսով հավաքվենք կամ երկու երկիր հավաքվի եւ օրինակի համար այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումը չեղարկի։ Նա իհարկե չէ։ Բայց ինչ են մարդիկ մտածում, որ կարային երկու չճանաչված անօրինական իշխանություն, դա քեմալական Թուրքիան եւ բոլշևիկյան Ռուսաստանը, հիշեցնեմ, որ 20-21 թվականներին դեռ իրանք ճանաչված չէին, առաջի ճանաչումը եղել է 24 թվականին։ Եվ արդեն ըստ դրա իրենց որևէ փաստաթուղթ օրինական չէր, ուր մնաց չեղարկել ուժ ունենալ։ Այս գրքի մեջ ես նաև այսպիսի մի բան եմ օգտագործել հնար առաջինները շարքից։ Ասենք Վահան Քարտաշյանն ասա, այսինքն առաջին լուրջ մեծ լոբիստը Միացյալ Նահանգներում Վահան Քարտաշյան, մի մարդ, որը փայլուն իրավաբան էր, Ելլի համալսարանի շրջանավարտ, Կեսարիայում ծնված է, իր կյանքն է եւ այլն, մարդ, որը 1917 թվականին լինելով Օսմանյան կայսրության ըստ էության պաշտոնյա, ինքը Նյու Յորքի գլխավոր հյուպատոսարանի իրավաբանն էր,
որտեվ բավականին ոնց ասած այդ լուրերը այսպես պիտի վստահելի չեն, այսինքն մինչև լուրը եկավ, հասավ, ինքը հասկացավ, հրաժարական տվեց եւ իր կյանքը նվիրեց պայքարելու հայկական իրավունքների հաստատման։ Մարդը $500,000 փող ուներ այդ ժամանակ, դա արձանագրված է, որը այսօրվա մի պատկերացրեք, $500,000 երևի հեչպես մի 10 միլիոնն է։ Երբ որ 1934-ին մահացավ, հայրենիքում հայտարարություն տպվեց, որ փող հավաքենք իր ծախսերը օգալու համար։ Մարդը իր վերջին մինչև ցենտը նվիրել էր։ Հետո գերեզմանը ինքը Նյու Յորքում է թաղված, կորած էր։ Ինձանից 2 տարի պահանջվեց գտնելու նրա գերեզմանը, եւ Փառք Աստծո դրանից հետո ինչ որ շարժ սկսեց, մարդիկ գնացին։ Թեև Վահան Քարդաշյանի անվան բաներ կան, հայ դատը գրասենյակ ունի եւ այլն, բայց գերեզմանոցը բաներ։ Ու ես շատ ճիշտ ասած անգամ հոդված ունեմ գրված այդ կարմիր գրքի մեջ առաջի բան, որ գերեզմանը կորած է։ Բայց ոնց ինչու ես կարծեցի կորած է, որովհետեւ մարդու գերեզմանի վրա միայն հայերեն է գրված եւ ինչ որ մեկը սխալ է տարադարձել անգլերեն այդ մատյանների մեջ եւ այնտեղ Քարդաշյան չէր, այլ ինչ որ մի ուրիշ մի անհասկանալի բաներ գրած, որով հնարավոր չէր լինում գտնել։ Բայց ես գիտեի որ գերեզմանն է։ Եվ այդ գերեզմանը ուղղակի հայկական մաս ունի եւ ես հիմա որ Նյու Յորք գնում եմ, միշտ այցելում եմ եւ պիտի ասեմ արդեն միշտ կարելի է տեսնել հայկական դրոշներ, ծաղիկներ, մոմեր այդ գերեզմանի վրա։ Ինքը արժանի մարդ է։ Նրա արխիվը մասամբ տպագրվեց, Վարդգես Եղեյանը տպեց արխիվը, բայց հիմնական մասը էլի տպագրված չի, պահվում է ամերիկյան մի շատ փոքր համալսարանում, անունը չեմ տա, որ թուրքերը գլուխը չուտեն, ես դա պատճենել եմ մասամբ, ինչ եմ ասում մասամբ, որովհետև կիսա լեգալ եմ պատվիրել ու հիմա որ պատճենել, երբ որ ես նայում եմ շատ էջեր կա, հստակ չի եղել, պիտի նորից վարեմ, բայց ինչն է, դա ուրեմն ինքը Ջեյմս Ջերարդի հետ միասին, իր Ջեյմս Ջերարդը ԱՄՆ-ի նախկին դեսպաններ Գերմանիայում ստեղծեցին American Committee for Armenian Independence։ Դա այն կառույցն է, որի վրա հետագայում ձևավորվեցին հայդատի գրասենյակները։ Ջեյմս Ջերարդը ընդհանրապես հայտնի չի, բայց սա շատ, ինչ ասեմ, նվիրյալ մարդ է եղել Ջերարդը, որտեղ իր շնորհիվ էր, ճիշտ է, գործը անում էր Քարդաշյանը, բայց նախկին դեսպանի ստորագրությունն էր եւ նաեւ նախագահների հետ բան, որը հնարավորություն էր տալիս այս ամբողջ նամակները հասնելու մինչև Ամերիկայի ամենաբարձրագույն մարմիններ եւ պայքարելու եւ ամեն ինչ անել։ Եվ Ջերարդի շնորհիվն էր, որ իմ նշած 1927 թվականին սենատում շատ լուրջ քննարկում եղավ, արդեն հսկայական պրո-թուրքական լոբի կար Միացյալ Նահանգներում, որովհետև կար այսպես կոչված Chester Concession, Chester Admiral Chester-ներ, որին թուրքերը բառից բուն իմաստով կաշառել են, ինչպես Admiral Bristol-ին, եւ տվել էին հայկական բարձրավանդակի շատ հանածոները օգտագործելու իրավունքներ, իրենք պաշտպանում էին, բայց Ջերարդի շնորհիվ կարողացան հայերը փոքրաթիվ, բայց կարողացան տապալել այս հարցն, հա։ Սա Հասկելն է, գնդապետ Հասկելը։ Հիմա սա այն մարդն է, որը 1920 թվականին եղել է Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցիչը Հայաստանում։ Սա էլ շատ կարևոր է։ Ես չկարողացա ամերիկացիներին համոզել այստեղ դեսպանատանը, որ մեր հարաբերությունները 100 եւ ավելի տարի առաջ են գալիս։ Դուք այն ժամանակ ունեք նշանակած գլխավոր գլխավոր հանձնակատար High Commissioner Հասկելը եւ փաստաթղթերը կա, ես դա տպագրել եմ։ Եվ հայերի կողմից էլ Արմեն Կարոն, Գարեգին Փաստերբաջյանը նշանակվեց դեսպան, կամ ինքը դեսպան չէր կոչվում, կոչվում էր դիպլոմատիկ envoy, այսինքն դիվանագիտական ներկայացուցիչ Վաշինգտոնում, որը գործել է 1933 թվականին, ինքը իհարկե մահացել է, այստեղ Արմեն Կարոյի մասին առանձին մի հոդված էլ կա, երբ որ Վաշինգտոն կլնեք, գնացեք Գաբոնի դեսպանատուն։ Գաբոնի դեսպանատունը դա Հայաստանի առաջին հանրապետության դեսպանատունն է։
որը այնտեղ իրավական կարգավիճակը մի քիչ անորոշ է, թեև մեզ հաջողվեց, մեզ ասածը նաև Եղնուկյան եղբայրների հետ միասին հայտնաբերել այդ անշարժ գույքի վերաբերյալ տարբեր փաստաթղթեր, որոնք մինչև 1960-ական թվականները հայերի կողմից տնօրինվել է, հետո դա ինչ-որ մի հիմնադրամի է փոխանցվել, որը քիչ ինձ համար պարզ չէր, վարձու է եւ այլն, բայց ինձ համար այնտեղ կարևորը կոնտրակտի մի տողն էր։ Բագրատունի անունով մեկը հանդես էր գալիս որպես Հայաստանի Հանրապետության անունից գրասեփականատեր եւ ինչ-որ բաներ էր ստորագրում, որը 1964 թվականին գրված էր Armenian Diplomatic Envoy։ Այսինքն անգամ չճանաչելու բանից հետո, ճանաչելուց հետո, այսինքն Հայաստանի անեքսիան, դեռևս այդ կարգավիճակը նոտարի կողմից հաստատված շարունակում էր մնալ։ Սրանք կարևոր բաներ են, որ պետք է անընդհատ հիշեցնել, որովհետև տեսեք, 1920 թվականի ապրիլի 23-ին ԱՄՆ-ը ճանաչեց Հայաստանի անկախությունը, ընդունեց մեր դիվանագիտական ներկայացուցիչին, ուղարկեց իր դիվանը, բայց չճանաչեց ոչ Վրաստանի, ոչ էլ Ադրբեջանի անկախությունը։ Սա շատ կարևոր հարց է։ Այ իրենց համար ուրիշ է, բայց եւ չճանաչել, գիտեք ինչ է։ Այնտեղ առաջին պատճառն են էլ, որ ինչ որ դուք երևակայում եք, որ ձեր երկիրն է, ձեր երկիրը չի, որովհետեւ դուք որևէ վերահսկողություն չունեք, մասնավորապես Ադրբեջանի պարագային, դա վերաբերում էր Ղարաբաղին, որ դուք ոնց եք ասում ձերն, ինչով է ձեր Ղարաբաղը։ Եվ հստակ է, կա ամերիկյան դինքորը կազմակերպության, որ գրած է, եթե անվիճելի երկու տարածք կան, որ Հայաստանի Հանրապետությանն են պատկանում, դա Ղարաբաղն է եւ Ախալքլակի շրջանը։ Որտեղ այդ երկու շրջանում են, որ հայերը 90 եւ ավելի տոկոս են։ Մնացած շրջաններում, անգամ Ահրատյան դաշտում, հայերի տոկոսը շատ ավելի քիչ էր։ Եվ այդ երկու անվիճելի տարածքները ճակատագրի հեգնանքի պատճառով գիտեք ինչ եղավ։ Բայց դա ամնի դիրքորոշումն էր։ Ցավոք սրտի, նորից չհաջողվեց ինձ երկար տարիներ նույն արտգործնախարարությունում հասնել նրան, որ այս ամբողջը պետք է հանել, ցույց տալ, խոսալ, ասել, իրանց աչքը կոխել, ասել, որ սա սենց է, դուք ոնց եք հետ կանգնում։ Տեսեք, մենք չգիտես ինչի անընդհատ հիմա էլ կան, թշնամու կողմից ենք մտածում։ Այսօր Ադրբեջանը պաշտոնապես մակում փաստաթուղթ է տարածել եւ դիմել է մարտի 31-ը որպես ադրբեջանցիների ցեղասպանության օր ճանաչելու համար։ Հայերի կողմից ադրբեջանցիներին ցեղասպանության ենթարկել եւ գրած է 1918 թվին։ Դա այն թիվն է, որ Շուշիի ջարդը եղավ, եթե հիշում եք։ Այդ թիվն է, որ Նախիջևանում հայերին կոտորեցին եւ դրանից հետո մարդիկ անում են։ Ես այդ վստահեցնում եմ ձեզ։ Ոնց որ իրանք հասան նրան, որ Խոջալուի իրենց իսկ կազմակերպած ջարդերը այսօր շատ երկրներ ընկալում են, չեմ ասում անգամ ճանաչում են, ցեղասպանություն սա էլ է գալու։ Մեր լռությունը մեր դեմ է օգտագործվում, որովհետև լռությունը համոզանության նշան է։ Եթե դուք չեք առարկում, չեք ասում, որ այդպես չի, ինչ ասեմ, Գաբոնի կամ Զիմբաբվեի կամ Պերուի դիվանագետը ինչ պիտի իմանա իրականությունը որն է։ Այս կողմից ասում են, որ հայերը մեզ կոտորել են 1918-ից, այն կողմից ձայն չեն հանում, դե ասում են ուրեմն այդ էս է իրականությունը, դե հիմա ինչ կա։ Դե եկեք քվեարկենք, ճանաչենք ցեղասպանությունը, իսկ դա այդպես չի լինելու, մենք գիտենք, չէ՞։ Այնտեղ հատուցումների հարց կա արդեն, թվեր են արդեն հնչեցվել 150 միլիարդ առնվազն, մինչև 1 տրիլիոն դոլարի մասին է խոսքը գնում։ Եվ այլն։ Ուրեմն ասեմ, այս ամբողջը նաև ունի իր կիրառական նշանակությունը, սա ուրեմն այդ իմն ասած Հայաստանի Հանրապետության առաջի դեսպանատան շենքն է, որ ներկայիս Գաբոյի, սա էլ անձնագրերից մեկը հայաստանյան, որը տրվում էր, այստեղ լավ չի երևում, 1922 թվականին է տրված, եթե նայեք, այս կնիքը, որ կա ինձ գրած է, Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանություն, եւ այս կնիքն էլ գրած է, նոյեմբեր կարծեմ 22 թիվ։ Եթե դեսպանատունը տալիս է փաստաթուղթ եւ այդ փաստաթուղթը ճանաչելի է այլ երկրների կողմից, նշանակում է իրանք
շարունակում էին ճանաչել Հայաստանի Հանրապետությունը 22 թվին որպես անկախ պետություն։ Շատերը, գիտեք, շատերը շատ բան են դարձել այսօր Հայաստանում։ Այսինքն մի տեսակ, որ դե իրականությունը սա է։ Իրականությունը այդպես չի։ Միջազգային հարաբերությունները շատ ավելի բարդ են, այդքան պարզունակ չեն։ Հասկանում եք։ Եթե ամեն ինչ լիներ նրանով, որ ես գրավեցի, Կուրիլյան կղզիների շուրջ այսքան տարի այդ ամբողջ ճապոնա-ռուսական հարաբերությունների մեջ այդ դերակատարությունները չէին ունեն։ Այն ռուսները գրավել են Կուրիլյան կղզիները երկրորդ համաշխարհային, թեման կհամարվեր փակված։ Բայց ինչ են այդ թեման բանանում։ Այսօր Հորմուզի նեղուցում Թոմբե Բոզորգ, Թոմբե Քուչեկ եւ մի հատ էլ կարծեմ Քիշնա, թե որն է այդ երեք կղզիների շուրջ, որը վիճելի տարածք է համարվում Իրանի եւ Էմիրությունների միջև։ Իրանը վաղուց է վերահսկում այդ տարածքը, վաղուց է գրավել, այդպես չի որ բանա։ Եվ Իրանը հաստատ շատ ավելի ուժեղ է, քան Էմիրությունները։ Բայց դրա շուրջ այդ գնում է եւ տեսեք այսօր այդ փոքր կղզիները ինչքան կարեւորություն ձեռք բերեցին, որտեղ ով որ վերահսկի այդ կղզիները, ստեյցան նա վերահսկելու է մուտքն ու ելքը Հորմուզի նեղուց, որտեղ դրանք այդտեղ տեղակայված փոքր կղզիներն են, այստեղ խնդիրը այն չի, որ 1,648,000 քառակուսի կիլոմետրանոց Իրանի համար այդ մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետրը կարևոր է, չէ։ Հարցը քանակի մեջ չի, հարցը ստրատեգիական կարևորությունն է, որ այդ կղզիները այդտեղ ունեն։ Եվ նույնն էլ մերն է, շատերը չեն կարում հասկանալ։ Այն սարը, որը գրավում են քո մոտ եւ դա վրա գիշեր տարվա 8 ամիսը ձուն է, հարցը այն չի, որ դա մի քանի քառակուսի կիլոմետր, հարցն է, որ այդ սարից ինքը ստրատեգիական գերակայություն ունի շրջապատի նկատմամբ եւ հաջորդ պատերազմի ժամանակ դա շատ ծանր է քո համար նստելու։ Եվ աշխարհը այդ ձև է կառավարվում։ Իսկ առավել եւս մեր այս տարածաշրջանը այդպես։ Սա Արմեն Կարոնը, Հայաստանի առաջի դիվանագիտական ներկայացուցիչը Միացյալ Նահանգներում, գիտեք, Գարեգին Պաստրմաչյանը, հայտնի գործիչ, Օսմանյան կայսրության իդեպ խորհրդարանի անդամ, Էրզրումի կողմից ընտրված եւ այլն։ Սա Չորեքչյանի նամակն է 1945 թվականի նոյեմբերին։ Այս էլ շատ հետաքրքիր փաստաթուղթ է։ Ուրեմն գիտեք 38-ին երբ որ Խորեն Մուրադբեկյանին խեղտեցին, այն մի շրջաններ որ կաթողիկոս չկար։ Դա ամենաերևի հալածյալ շրջանն էր կաթողիկոսների նկատմամբ, հիմա ոմանք էլ ընդօրինակում են։ 1945-ին Ստալինը Չորեքչյանին կանչեց, arczepiskopos Չորեքչյանին կանչեց իր մոտ գարնանը, շատ հետաքրքիր է։ Եվ ասաց, որ ինչ են մտածում հայերը իրենց հողերի մասին։ Դե ի՞նչ դե ասեց Չորեքչյանը։ Դե ասեց ոնց որ մեր ժողովրդների հայրը կասի։ Ստալինն ասեց լավ կլինի մի հատ նամակով դիմեք մեզ, ինձ Միացյալ Նահանգներին, ժամանակ թռում են մեր արդեն նոյեմբերին եւ Բրիտանիայի վարչապետին, որ մենք այդ հարցը լուծենք։ Եւ դրանից հետո սկսեց մի մեծ գործընթաց, սա հենց այդ նամակն է։ Սա շատ կարևոր է եւ սա ես թարգմանել եմ անգլերեն, այստեղ կա զուգահեռ գնում է եւ սա բանն է։ 45 թվականում իհարկե դա տպվեց Էջմիածին ամսագրում, իդեպ այդ ժամանակ էր, որ վերականգնվեց կաթողիկոսարանը, հենց այդ համաձայնության շնորհիվ։ Մարդիկ կա չեն հասկանում ինչքան կարևոր է աշխարհակաղակական փոփոխությունները ներքին կյանքի վրա։ Այն որ ամենայն հայոց կաթողիկոսությունը վերականգնվեց 45-ին, դա այն բանի համար էր, որ աշխարհակաղակական պահանջ կար դրա։ Դա լուրջ գործիք էր սովետական միության ձեռքին գործ անելու։ Եվ դրա համար Ստալինը, որը ինքը ջախջախել էր այդ կաթողիկոսությունը եւ բոլոր եկեղեցիներն ու մզկիթներն ու սինագոգները 45 թվականին վերահաստատեցին կաթողիկոսությունը, բացեցին ճեմարանը, այս Էջմիածին ամսագիրը բացեցին եւ այս առաջի ամառներից մեկում էլ ստպեցին Չորեքչյանի արդեն կաթողիկոս Չորեքչյանի, չէ, արդեն կաթողիկոս չէր հաջորդ տարի, բայց բոլորը գիտենք, որ նրա կողմից նամակը, որը հիմնավորում ունի ինչու եւ այլն։ Պետք է հասկանալ, որ հայոց եկեղեցին, հայոց պետականության ձեռքին դա շատ լուրջ,
զենքա, գործիքա, հնարավորությունա։ Եթե աշխարհում մի հայերը մի ցանցային պետության մոդել ունեն, որ արդեն ձևավորված է, դա հայոց եկեղեցին է։ Սա մի կառույց է, որը իսկապես ցանցերով ամբողջ աշխարհը ունի իր ներկայացուցիչները, եթե մեր պետությունը աշխարհի 197 երկրների մեջ 158-199 երկիրն է իր տարբեր չափորոշիչներով, այսինքն մենք միջակից էլ ցածր ենք, մեր եկեղեցին ամենաազդեցիկ եկեղեցիների թվին է պատկանում։ Եվ սա շատ կարևոր հարց է։ Ես սկսեցի Արարատով պատահական չէր, եւ պատահական չի, որ հենց այլ կոչվում է տուն դարձը, որտեղ Արարատը հայոց պետականության հիմքն է։ Եթե աշխարհում մի բան կա, որով հայերին ճանաչում են, դա Արարատն է։ Եվ եթե դուք Արարատը հանում եք հայերի տակից, դուք հայերի սարքում եք որբ, քաղաքական որբ։ Հայերը դեպքում ոչ մեկին պետք չեն։ Եթե հայերը հրաժարվում են Արարատից, ենք որևէ մեկին պետք չեն։ Մենք դառնում ենք ընդհանրապես մի հատ Բրուկլին թաղամասի չափ տարածք, Բրուկլինի բնակչության տնտեսության կեսով նրա, ընդամենը։ Իսկ հայերը Արարատով, հայոց եկեղեցիով, ես արդեն ուրիշ մակարդակ ես։ Եթե հայերով զբաղվել են եւ զբաղվում են ոչ թե պետության հզորության շնորհիվ, այլ հայ ազգի իր պատմության, իր եթե կուզեք մշակույթի այս ամբողջ հարցով, որտեվ այո, դա շատ կարևոր հանգամանք է։ Սա 1945 թվականին Նյու Յորքի Ուդրոֆ հյուրանոցում կայացած առաջին համաշխարհային հավաքն է, կոչվում է World Armenian Congress։ Հետո իհարկե ոմանք Ռուսաստանում թխեցին, օրինակեցին, բայց սա առաջինն էր, որը համընթաց գնաց Չորեքշյանի նամակին, ես ամբողջը, որտեղ դա մի գործընթաց էր, որին զուգահեռ սկսեց ներգաղթի հարցը, ինչու էր ներգաղթը, որտեղ ներգաղթ կար, որ պիտի գնային ապրեն իրենց հայրենիքում։ Այստեղ կարող է լավ չերևա, բայց ձախի վրա եթե ուշադիր նայեք վերևի նկարը, դա Ուդրո Ուիլսոնի այդ հայտնի նկարն է, որ ձեռքը այսպես պարզացա, որ ասում է that belongs to Armenia։ Այդ ցույց է տալիս, դա 1947 թվականին կարծեմ Լևոն Զավեն էր կոչվում այդ նկարչի կողմից նկարված բանն է։ Եվ շատ հետաքրքիր է, երբ որ անգամ Ստալինը սկսեց խրախուսել հայերի իրավունքների հարցը, իրանք դա չարեցին ցեղասպանության վրա։ Նրանք չեն լացնում, որ մեզ կոտորել են, մեր հողերը տվեք։ Ասում էին, մեր հողերն է, դուք բոլորդ որոշել եք, մեր հողերն է, տվեք մեր հողերը։ Ուրիշ բան, որ հետո Ստալինը հետ կանգնեց իր տեսակետից, որովհետև Պոտսդամում իր առջև հստակ դրվեց կամ Լեհաստան կամ Հայաստան։ Ստալինը նախընտրեց Լեհաստանը, այսօր ոչ հիմա Հայաստան ունի, ոչ էլ Լեհաստան ունի, բայց այդ էր խնդիրը, համարում էին շատ կլինի սովետական միությանը եւը, թուրքերն էլ իրենց բավականին ճկուն պահեցին, արդեն 45-ի փետրվարին պատերազմ հայտարարեցին Գերմանիային, ոչ մի փամփուշտ չկրակելով Գերմանիայի դեմ, այսինքն դե յուրե լինելով ամբողջ պատերազմի ընթացքում իբր չեզոք, ամբողջ ընթացքում խրոմ եւ տարբեր հումք էին մատակարարել գերմանական բանակին։ Եվ մենք էլ գիտեք, ստիպված ա եղել սովետական միությունը այստեղ մի քանի դիվիզիա զորք պահել, որտեղ այո այդ վախը կար, որ թուրքերը կարային ներխուժեին։ Ճիշտ է, հիմնականում այստեղ կանգնած եթե նայեք 5 դիվիզիայից 4-ը վրացական դիվիզիաներ էին, բանը, դա էլ հետաքրքիր է, չէ՞, այսինքն հայկական Հայաստանից զորակոչվում էին, ուղարկում էին Կերճ, Վրաստանից զորակոչվում էին, ուղարկում էին Հայաստան, այստեղ 4-5 տարի սահմանը կանգնելու, իսկ մի մասն էլ գիտեք մտան 41 օգոստոսին Իրան։ Այդ Իրանի հայտնի բրիտանա-ամերիկյան եւ սովետական օկուպացիան, որ հները հիշում են, ձև անուններ կար իմ բանից, ասում են Ստուդեբեկեր, բան, այդ որտե՞ց է Ստուդեբեկեր, դա ավտոներներ, որով այստեղից գալիս էր Իրանով, Հայաստանով, հայտնի Լարսի ճանապարհով եւ այլն գնում էին մինչեւ Հյուսիսները եւ այլն։ Ցամաք գիտեք, 3 ուղիներից մեկը
այս կողմերից էր եւ առաջ այդ բառերը Willis, հետո որ բան այդ անունները այդ ամերիկյան ռազմական օգնության բաներն էին քինաները։ Սա տարբեր էլի հետաքրքիր փաստաթուղթ է, սա այդ 40-ականների վերջի բանն է, որ տեսեք, սա ուրեմն American Church Committee for Armenia, այսինքն Հայաստանի համար ստեղծված ամերիկան, որը միավորում էր հարյուրավոր, ոչ թե տասնյակ, հարյուրավոր եպիսկոպոսների եւ արքիեպիսկոպոսների հոգուտ Հայաստանի եւ մեծ շարժում էր այդ։ Ես ճիշտն ասած մեկի միջոցով փորձում եմ նման մի բան Ամերիկայում, ոնց որ ասած վերսկսել, շատ դժվար է, որովհետեւ միշտ հարց է առաջանում, իսկ դու ում անունից ես հանդես գալի։ Առաջ հեշտ էր։ Առաջ ասում եմ, գիտեք, ես պետություն չունեմ, ես հանդես եմ գալի իմ ժողովրդի անունից։ Հիմա ասում են, դե պետությունն ես, թող զբաղվի, դու ինչ ես եկել մեջտեղ ենք խոսում։ Բայց այստեղ շատ նայեք, քարտեզը շատ հետաքրքիր է։ Այդ սևը որ կա, չէ՞։ Դա հենց Ուիլսոնի իրավարար վճռով որոշված սահմանն է։ Այսինքն տեսեք, ինքը կա մեծ Հայաստանի սահմանները գծած, որովհետև նորից եմ կրկնում, Ուիլսոնյան Հայաստանը դա մեծ Հայաստանը չէր, դա ծովիսով Հայաստանը չէր։ Ուիլսոնյան Հայաստանը դա այդ ծովիսով Հայաստանի մի մասն էր, ընդամենը մի մասը, այն էլ կեսից քիչ է։ Ծովիսով Հայաստանը դա ամերիկյան պրոյեկտ է եղել։ Էլի որ հայրին մեղադրում են, հայրը կապ չունեն։ Դա ամերիկյան պրոյեկտ է եղել, անվանվել այդպես Ուիլսոնի կողմից, Սաղմոսի, կարծեմ 137-րդ Սաղմոսի հիման վրա, որտեղ հստակ կա from sea to sea to sea, այդ ծովիսով այդ բանը, այդ ձևակերպումն է տրված, ծովիսով Հայաստան, այսինքն Հայաստանը միջերկրականից մինչև Սև ծով եւ այլն։ Հետո երբ որ որոշեցին, որ չէ հայրին պիտի չտան այդ ամբողջը, այլ քիչ պիտի տան, որոշեցին 5 նավահանգիստ տալ Հայաստանին։ 5 նավահանգիստ։ Գիտեք որոնք էին այդ նավահանգիստները։ Բաթումի, Տրապիզոն, Հայֆա Իսրայելում, Այաս եւ Հայդարփաշա Կոստանդնուպոլսում։ Հայերին էքստերիտորիալ նավահանգիստներ էին տրվում եւ դեպի այդ կողմերը գնացող ճանապարհները երկաթուղին պետք լինեն Հայաստանի տիրավասության տակ, որտեղ Հայաստանը պիտի ելք ունենար միջերկրական ծով, այդ էր որոշումը։ Եթե չէին տալիս տարածքը, գոնե ելք պիտի տային։ Այսինքն, եւ այդ լուծումները միշտ կա։ Այդ լուծումները միշտ կա եւ պետք է բան անել դրա համար։ Իդեպ կա պահպանված է վրացական իշխանությունների, որտեղ երբ որ բրիտանացիները Բաթումը փոխանցեցին բանին, վրացիներին, այնտեղ կա դա համաձայնության վրա վրացական կողմից պարտավորություն է, որ դա Պորտա Ֆրանկո պիտի լինի եւ Հայաստանի եւ Վրաստանի համար, այսինքն ազատ օգտագործման նավահանգիստ, բոլորի ազատ եւ անվճար։ Դա էլ կա։ Դրանք այստեղ Ինչ երկարում է կարճ կապեմ, հետո արդեն հարց ու պատասխանի կանցնենք, այսինքն հիմա այս երկրորդ գլուխը հայերը բրիտանական գաղութներում որ կային, հայերի համար ամերիկան բավականին, այսինքն հայտներ, օրինակ սա Մխիթարյանների կողմից 1787 թվականին տպագրված քարտեզ է, շատ հետաքրքիր է, տեսեք լրիվ հայատար, բավականին լավ քարտեզ, սա ասենք առաջի հայերից էին, որ Միացյալ Նահանգներում էին, այսինքն գնացը հիմնականում ասեմ Խարբերդից շատ էին գնում, առաջի այդ բանը, որտեղ Խարբերդում բաներ էին գնում, սա առաջի հայերն են, սա մի երկու բառ սրա մասին, որտեղ շատ կարևոր է։ Ավանդաբար համարվում էր, որ առաջի հայը 1618 թվականին, որ փաստաթղթավորված է, դա Մարտին Դարմինն է եղել։ Ինձ հաջողվեց գտնել այլ վկայություն, որ 1607 թվականին արդեն դուք այստեղ տեսնում եք այդ փաստաթուղթը կա, Վիրջինիայում Քեփտեն Ջոն Սմիթը, բրիտանացի, եւ որպես աշխատասեր ժողովուրդ, ուրեմն լեհերին, շոտլանդացիներին եւ հայերին տարել է Վիրջինիա, որտեղ հայերը ժամանակ զբաղվում են շերամապահությամբ եւ այլն։ Այսինքն մենք արդեն 1607-ին ունենք փաստաթղթավորված հայերի ներկայությունը այդտեղ։ Մարտին Դարմինյանը ավելի ուշ է 18-ին վկայված,
մենք անունով գիտենք, սրանց անունով չգիտենք։ Օրինակ Կանադայինն էլ մենք չգիտենք ով է եղել առաջի հայը, բայց քանի որ 1848 թվին այնտեղ Կարապետ Ներկարարյան անունով հայ է եղել, մենք ասում ենք ուրեմն այս հայ է, չի կարող Կարապետ Ներկարարյանը հայ չլնել, էլի։ Բայց հիմա տեսեք շատ անունները շատ ընդունված էր այդ ժամանակները, որ իրենք ունեին իրենց հայկական անունները, բայց որ գնում էին, ասենք Ռուսաստան, չգիտեմ, Վրաստան, Միացյալ Նահանգներ, իրանք այդ թարգմանում էին անուններն էլ, այսինքն, չգիտեմ, մեկը Ջոն էր դառնում, մյուսը ինչ եւ այլն այդ բանով, բանը, եւ անգամ թարգմանում էին ազգանունները։ Սա այդ առաջին վկայություններն են, սա Արեգակ շաբաթաթերթն Ամերիկայում տպագրված առաջի հայկական թերթը, այստեղ փաստաթղթեր են տարբեր հայկական, հա, սա Ուստերի եկեղեցին, հա, Ուստերը դա Մասաչուսեթսում մի հատ փոքր քաղաք, հա, որտեղ հայկական առաջի եկեղեցին է կառուցվել, այստեղ կա, եւ սա այս դրա փոխարեն նոր եկեղեցին է կառուցված, այդտեղ որ գնաք, ես հատուկ գնացի այցելության, հենց սա Armenia Street-ի վրա է։ Հիմա այդքան հայ Ուստերում չի ապրում, բայց անունները դեռ հայկական կան, այսինքն Armenia Street բան, այնտեղ հին հայերից կան մնացած, գիտեք, այն 1800-ականներից գնացած եւ այլն, որոնք որևէ բան չգիտեն հայության մասին առանձնապես, բայց գալիս են հայկական եկեղեցի։ Այլ սա է եկեղեցու կարևորություն։ Պիտի մարդիկ, ովքեր չեն ապրել Սփյուռքում, չեն հասկանում, որ հայի համար եկեղեցին հավատի տուն չի միայն, հայի համար եկեղեցին է փոքր ինչ որ Հայաստան է։ Այդ Ուստերում ապրող 200 տարի առաջվա հայկական ընտանիքը, որը խարդիր է, հայության այդ կապը էդ է, այսինքն պետք չի կտրել, որովհետև այդ մարդը դա մեր բոլորիս համար հարստություն է։ Վստահեցնում եմ ձեզ, այդ մարդիկ, որոնք շատ հաճախ հայությունից կտրված են լինում, մեկ էլ այնպիսի հարցում կարան ձեզ օգտակար լինեն, որ ինքներդ կզարմանաք։ Եվ իրանք օգտակար են լինում հենց նրա համար, որ այսինքն ասում եմ my grandfather կամ grandmother հայ է եղել։ Անգամ չի ասում է, որ ես հայ եմ։ Տատս պապս է եղել, բայց միևնույնն է, ինքը ուզում է ինչ-որ մի բան արած լինի։ Հիմա ուրիշները զորով, շարով գնում են օտարներին են սարքում իրենց կողմնակից, մենք ինչ ենք բան անում, մեզանից վանում եւ վտարում։ Սա շատ հետաքրքիր մարդ է, Քրիստոֆոր կամ Խաչիկ Օսկանյանն է, Օսկանյանն է, որը առաջի համալսարանավարտներից է եղել եւ գիրք է գրել այդ նույն Թուրքիայի մասին, դե Թուրքիայի մասին ինչ պիտի գրեր Սուլթանը եւ իր հարեմը։ Այդ բանով եւ տպագրվել է, հա, եւ այս Օսկանյանը եղել է առաջի այդ բաներից մեկը։ Սա առաջին հայ միլիոնատերն է, Հակոբ Պողիկյանը, Ամերիկայում, որ առաջի հայ միլիոնատերն է եղել։ Պողիկյան հիմնադրամ կա, որը ամերիկացի ուսանողներին կրթաթոշակներ է տալիս եւ այլ, ցավոք սրտի հայերը չկան, որտեվ գիտեք այդ կրթադրան պետք է դիմել, պետք է զբաղվել, ասել որ գիտեք այս մարդը հայ է, եկեք երկու տեղ էլ տվեք, չգիտեմ, ասենք մեր հայերին։ Եվ նաև այդ տալու պարագային պիտի արվի իմ կարծիքով են տարբերակով, երբ որ օրինակ անում էին Ղազախները ֆինանսավորում էին իրենց քաղաքացիների ուսումը դրսում, բայց նա կոնտրակտ էր ստորագրում, որ ինքը պարտավոր է վերադառնալ եւ պարտավոր է առնվազն 5 տարի 10 տարի աշխատել երկրի համար։ Եթե ոչ, ապա այնտեղ բան կար էլի, ոնց որ ես երաշխավորա գումար կար, որ անգամ ունեցվածքով ինքը հատուցում էր, որովհետեւ մենք հաճախ սխալ ենք անում, այսինքն պետական միջոցներով ուղարկում ենք սովորելու, բայց հետո չենք կարողանում այդ ուսումից օգտվելու։ Հետո պիտի շատ նպատակային, այսինքն ես կարծես այս Պողիկյանի հիմնադրամը լավ է։ Հիմա սա բանն է, ամերիկացիները, հայերը Ամերիկայում, սա առաջի հայ զինվորականն է, որը զոհվել է Միացյալ Նահանգներում, այսինքն մասնակցելով Խաչատուր Կարապետյան իրենց քաղաքացիական պատերազմին, սա առաջի հայերն են, որ կռվել են ամերիկյան բանակում, հետաքրքիր է, որ առաջի սպայական կազմը բժիշկներ են եղել, սա ասենք առաջի հայ գեներալն է, Հայկ Շեքերջյանն է, որը իդեպ գեներալ Հարբարդի պատվիրակության մեջ կար, այո, սա բանն է, Մեթյու Մանուկյան կապիտան բավական հայտնի, որ Աղվանստանում զոհվեց ամերիկյան բանակի, համարվում է այս ժամանակակից հերոսներից մեկը։ Ես իդեպ ես որ հունվարին
Միացյալ Նահանգների հանդիպեցի Ջեֆրի Հարիկյանի հետ, գիտեք, միակայնա 4 աստղանի գեներալ եւ բնականաբար այս գիրքը տվեցի, օրինակ իր համար ամենից տպավորիչ չէ զինվորական մասն էր։ Նայեց, բան եղավ, դե զինվորականին բան, ու մենք պայմանավորվեցինք, պարզվեց, որ ինքը 103 տարեկան հորեղբայր ունի։ Այո, ես իրան խնդրեցի, ասես խնդրում եմ, որը ապրում է Լոս Անջելեսում, իսկ ինքը Արիզոնա ապրում։ Գնում ես ուրեմն մոտը, զայնագրում ես կամ տեսագրում ես, թող ինքը պատմի ձեր ընտանիքի պատմությունը, ու երբ որ դուք ինձ նորմալ նյութ կտար, ասի հաջորդ գրքի մեջ էլ ձեր մասին էլ կգրենք որպես առաջի 4 աստղանի գեներալը եւ այլն, պետք է որտեվ բան է, բայց ասածս որն է, հիմա տեսեք, Հարիկյանը շատ ազդեցիկ մարդ է եւ շատ էլ լավ համեստ մարդ է։ Իր կապը հայերիս հետ, դա իր հայկականությունն է։ Մի քիչ որ գիտի որ տատու ազգանն է եղել է արևյան, ինչ արև ինքը չգիտի ինչ արևը, բայց բանա եւ այլն հիմա մոտեն, բայց այս մարդը Lockheed Martin-ի աշխարհի թիվ 1 ավիո կոսմիկական, չգիտեմ բանի, բորդի անդամ է, այսինքն ղեկավար կազմի անդամ, բացի այդ 4 բանը։ Բան ախպեր ջան, բան արեք, զբաղվեք, բան արեք, ասած հետեւյալն է էլի։ Սփյուռքը դա դժբախտության, ես կասեի ողբերգության հետևանք է։ Բայց դու պետք է ողբերգությունը շրջես հոգուտ քեզ։ Այսինքն եւ այս նույն արտագաղթը, որը կա Հայաստանի, սա էլ ողբերգություն է։ Բայց սա պետքա փորձել ինչ որ ձևով ֆանանել, շոկել, որովհետեւ ի տարբերություն շատերի հայերը անգամ դրսում, անգամ երբ որ նեղացած են գնում, ուզում են օգտակար լինեն։ Ես հիշում եմ Օտավայում ինձ Գերմանիայի դեսպանն էր ասում, ասում չեմ հասկանում, ասում այս երկրում, ասենք Կանադայում միլիոնավոր գերմանացի կա։ Ոչ մեկի վեճը չի Գերմանիան ասում։ Հանդիպես, չհանդիպես հետները ինչ խոսած, չասես, դե պատկերացրու ինչքան գերմանացի կա, գիտեք, որ Միացյալ Նահանգներում ավելի շատ գերմանական ծագումով մարդ կա, քան որևէ այլ ազգի։ Նույնն էլ Կանադան է։ Ասում ո՞նց է ալնում, որ դու ամենտեղ գնում ես, լիքը հայկա փորձում են բան անեն, օգտակար լինել, մեկի միջալուց բան են գնացել Ելոնաև քաղաքը, դա հյուսիսում մի հատ փոքր քաղաք հադամանդագործության, մեկ էլ ինչ Հայաստանի դրոշը եւ Արսլանյանների ընկերություն Ադամանդա տաշում այնտեղ։ Այսինքն այս բոլորը ինչ որ զարմանքի մեջ են, էլի, որ 64 աշխատող կա, որից 63-ը նոր հաճնից գնացած Ադամանդ տաշող են Արսլանյանների ընկերության մեջ։ Ու այդ մարդիկ ոչ միայն այստեղ իրենց ընտանիքներին էին պահում, հետա հարկադրված է, այդպես չի որևէ մեկը օտարություն չի գնում բանից իր ցանկությամբ։ Ամենալավ երկիրն էլ էլի օտարությունն է։ Մարդկանց համար հատկապես առաջի սերնդի համար դա շատ ծանր է։ Ասածս որն է, որ ես երկու օրինակ բերեցի, եւ Հարիկյանի օրինակը, եւ այսինքն այդ Ելոնաֆի եւ գերմանացիների։ Այնպես որ պետք չի շատերը շատ են հիմա սկսել փնովել մեր ժողովրդին, շատ բացասական ներկայացնել, այդ ձև չի։ Համեմատեք մեր ժողովրդին ուրիշների հետ, որ հասկանաք ինչ է։ Իսկ համացան համար դնեք նույն իրավիճակի մեջ։ Ես մի դեպք էլ պատմեմ ու ամփոփենք արդեն անցնենք հարցուպատասխանի։ Մի քանի տարի առաջ էր ոմանք այստեղ կիշեն Նյու Յորք, Նյու Ջերսի, Օնտարիո, այդ մի քանի նահանգներում ամերիկյան եւ կանադական հոսանքը անջատվեց, ինչ որ բլեքաութեր եղել, ինչ որ տրանսֆորմատորներն էին բան եղել եւ այլն։ 2.5 օր տևեց։ Կանադացիք շատ բարեկիրթ, շատ հանդարտ ժողովուրդ է։ Բայց երկրորդ օրվա վերջում, գիտեք ինչ էր կատարվում։ Իսկ Նյու Յորքի մասին չեմ պատմում, իմ ընկերները պատմեն, որ զենքը ձեռներից պաշտպանում ենք մեր խանութները, որտեղ թալան է սկսել համատարած։ Կանադայում էլ էլի այդ իրար վրա ավտոներ քշել, իրար ձեռից ուտելիք փախցնել եւ այլն, ասում եմ, լսեք, 20 կիլոմետրի վրա այս ամբողջը կա։ Մտքշեք Քեբեկ, բայց հետը։ Ու ես ասում եմ, բա մենք տարիներով ենք ապրել։ Ոչ լույս, ոչ ջուր։ Այս շատ կարևոր է, երբ որ մարդիկ կանգնում են հայրին փնովում են, ասում են վատն է մեզ են, եղբայր ինչի հետ եք համեմատում։ Դուք այս ժողովրդին դնում եք ծանրագույն փորձությունների մեջ, հետո ասում եք վատն է։ Հələ մի հատ ուրիշ ժողովրդի դրեք այս։ Ես ասում եմ իմ աչքով տեսածն եմ ասում։ Այո, շատ այդ երկրներում լավ է ամեն ինչ, քանի դեռ ամեն ինչ կարգավորված է, որոշված է եւ այլն։ Հենց արտակարգ ինչ որ մի բան ալնում, իրանց կորցնում են։
մենք ինքնակազմակերպման, մենք գոյատևման առումով աշխարհում մրցակից չունենք, բայց ցավոք սրտի, երբ որ գոյատևումից գալիս է արդեն պետականաշինություն եւ այլ բան, այդտեղ էլ արդեն մրցակից չունենք բացական առումով, մենք չունենք այդ փորձը։ Եվ այստեղ ուրեմն ամերիկյան, այս քարտեզը շատ կարևոր է, ամերիկյան կրթական հաստատություններն են Օսմանյան կայսրությունը, որ նայեք, այս որբանոցներն են, սա առաջի ավետարանականներն են Պոլսում, որ կան, շատ հայտնի դեմքեր կան այստեղ, որոնք շատ մեծ բաներ են արել հայերի համար, 5-րդ գլուխը, վերջի գլուխը վերաբերում է բարեգործությանը հայերին ասած, այստեղ շատ մի հետաքրքիր է, դուք տեսած կլնեք, Չարլի Չապլինը մի ֆիլմ ուներ, կոչվում է The Kid, մանուկը կամ երեխան, Ջեքի Քուգան կա, այս երեխան, որը կա, շատ հայտնի դեմք է եղել, եւ չէր գիտեն, որ Չարլի Չապլինը եւ հատկապես այս Քուգանը հսկայական փողեր են հավաքի, ամբողջ Ամերիկայում շրջել են այդ ֆիլմերի ցուցադրությամբ եւ այն ժամանակ միլիոնավոր դոլարներ են հատկացել հայերի օգնությանը։ Սա այդ դրվագներից մեկն է։ Ну, առայժմ այսքանը, հիմա սիրով կլսեմ ձեր մեկնաբանությունները, հարցերին կպատասխանեմ եւ այլն։ Համեցեք։ Ասկային գերություն ունենանք ու այս բոլորի հասնենք։ Պապյան, նախ շնորհավորում եմ ձեզ երթական գրքիչնականների կապակցությամբ, նաև ուզում շնորհակալություն հայտնել ձեզ տարիների աշխատանքի համար, ինչի շնորհիվ։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ տարիների աշխատանքի համար, ինչի շնորհիվ մասնավորապես Վիլսոնյանի եւ Մանուկը ասկային գերություն ունենանք, Մանուկը ասկային գերություն ունենանք ու այս բոլորի երկու հարցում եմ ձեզ, ինձ հետաքրքրում է գործնական մեխանիզմները, որոնք պատկերացնում եք, որ այս ամենը ինչպես է կանխիկ կոչվելու, որովհետև այն երկրները, որոնք դժվարելու են այդ վճռի իրականացումից, իրենք էլ ձեռքեր ծալած չեն նստում բնականաբար, ու մատնանշում եք մեծ տնիկը, կարևորությունը ամենը, բայց փաստացի մենք ունեցել ենք իշխանություններ, ովքեր 30 տարվա ընթացքում նաև Արցախին վերաբերել են ոչ թե ազատագրված հայրենիքի ու մեզ պատկանող հայրենիքի, այլ ունենք բոլոր այդ հայտարարությունները, փաստաթղթերը, որ այդ ամենը ճանաչվել է մյուս երկրների կազմի մեջ, այսինքն նժարի մի կողմում այդ բոլոր վճիռներն ու կնիկներն են, մյուս կողմում այդ կոչվի, օրինակ արևելյան Հայաստանի տարածքից մենք ժառանգություն պիտի որ ստանանք նաև օրինակ քուրդ միլիոնավոր բնակչությունը արևմտյան, այո։ Բնականաբար այդտեղ ինչ որ էթնիկ զտումներ բաներ չեն հանելու, չի լինելու, այսինքն ինչպես է լինելու, երբ մենք ստանում ենք մեր ազատագրված հայրենիքը, վերցնում ենք, բայց նույն խորհրդարանի մեծամասնությունը օրինակ շանս կա որ կլինի քուրդ կամ տեղի բնակչություն, դա այդ գործնական գետնի վրա այդ մեխանիզմներին ինչպես եք պատկերացնում։ Ընդհանրապես նման հարցեր անդրադառնալիս պիտի նայել, թե ինչպիսի նախադեպեր են եղել։ Սկսեմ վերջից, բնակչության եւ խորհրդարանի մեծամասնություն եւ այլն։ Միջազգային իրավունքը հստակ է։ Անօրինականությունը չի կարող ծնել իրավունք։ Այսինքն, ինչպես եղավ, որ հայերը փոքրամասնություն են այսօր, ձեր ասած Արևմտյան Հայաստանում, իմ ասած Ուլցինյան Հայաստանում։ Դա եղավ հանցագործության հետևանքով, ցեղասպանության։ Այդ դրա համար է որ թուրքերը ընդդիմանում են ցեղասպանության ճանաչմանը, որովհետև ըստ էության դա փաստում է հանցագործություն է։ Բալթյան երկրներում ռուսները սկսեցին մեծամասնություն կազմել կամ շատ մեծ փոքրամասնություն, եթե հիշում եք։ Առ այսօր նրանց չի տրվել մի զգալի մասին, չի տրվել քաղաքացիություն եւ իրենք չեն կարող մասնակցել, իրենք քաղաքացիություն չունեցող անձինք են։ Ինչու՞։ Որտեւ իրենք հայտնվել են այնտեղ հանցագործության հետևանքով, այսինքն 1940 թվականին սովետական միությունը անօրինական օկուպացիա եւ անեքսիա ենթարկել։ Հետևաբար ապրելը հարց չկա,
մարդիկ ապրում են, մարդիկ մասնակցում են տեղական ընտրություններին, բայց համապետական խորհրդարանական ընտրություններին ոչ, սա մեկ։ Հետևաբար այդ լուծումը եւ նախադեպերը կա, մենք ոչ առաջինն ենք, ոչ վերջինն ենք։ Մյուսը կա այսպես կոչված կամավոր բնակչության փոխանակման սկզբունք, որը եւս բազմաթիվ անգամներ կիրառվել է։ Հիմա հարց կա տակ, իսկ ում հետ ենք փոխանակում։ Փոխանակում ենք այդ նույն այն քրդերի հետ, կամավոր, որոնք իրենք լավ գիտեն, որ իրենք հայ են։ Դուք չպետք է մոռանաք, որ այդ բնակչության մեծ մասը այսօր այդ բացառությամբ տրապիզոնի, որտեղ բավականին թուրքական բնակչություն կա, մնացած տեղում քուրդերն են, այս քրդերի մեջ հայկական ծագումով շատ մեծ թիվ կա։ Եվ եթե մենք 30 տարի աշխատանք տանեինք, այսինքն ես տարել եմ, ես դերսիմի դեռ զազաների հետ հսկայական աշխատանք եմ արել։ Մինչև այն, որ պետությունը ինձ խանգարեց, ուղղակի պետությունը փակել տվեց, բայց մարդիկ գիտեն, որ հայ են։ Մարդիկ պատրաստ են վերադառնալու հայության։ YouTube-ի վրա կա։ Մարդիկ ոնց եկան ցեղասպանության կրակի մոտ ծունկի իջան, այդ քրդերը հետո ասեցին, պատմեցին, մեկ ասում է, բա իմ պապը մեր գյուղի քահանան էր։ Մյուսը էս էր, մյուսը այն էր, իրանք դա գիտեն, եւ հանգամանքների փոփոխությունը շատ բան է մարդկանց մեջ փոխելու։ Եվ երրորդը, իսկ ինչու է կարծում, որ եթե օրինակի համար հայերը Հայաստանում կազմեն ոչ թե 99%, այլ կազմեն 54%, դա մեծ ողբերգություն է։ Թող լինեն 54%, ինչ է եղել։ Եթե այդ մարդիկ նվիրյալ քաղաքացի կլինեն, հավատարիմ քաղաքացի կլինեն մեր երկրի համար, կնպաստեն երկրի զարգացմանը, պաշտպանությանը, թող մնան։ Մենք երբեք այդպես ծայրահեղ նացիոնալիստ չենք եղել, որ մեկին ճնշելու համար։ Մեր խնդիրը հետևյալն է, կգործեն պետության դեմ, մեր պետության դեմ, այդ ուրիշ բան, համապատասխան քրեական օրենսգրքով պատասխանատվության կենթարկեն։ Հետևաբար, ուզում եմ ասեմ, այդ մի քիչ չափազանցված, ասում են նաև 20 միլիոն թուրք ու քուրդ ապրում։ 20 միլիոն չի ապրում։ Ուլսենյան Հայաստանի վրայի բնակչությունը ընդամենը 4.5 միլիոն է։ Այդ թվում ձեզ ասեմ, Կարսի նահանգը միշտ կրճատվող բնակչություն ունի։ Ընտերից միշտ եղել է արտագաղթ։ Եվ եթե ներգաղթ կա, ադրբեջանցիներն են ներգաղթում Նախիջևանից եւ այլն, բայց բուն թուրք բնակչությունը բան ալնում, արտագաղթում է։ Հետևաբար այստեղ այդ խնդիրը լուծել է, դուք գիտեք, չէ՞ որ վերջի գենետիկ ուսումնասիրությունները փաստեցին այն իրողությունը, որ վաղուց էին ասում, որ Թուրքիայի բնակչության 3%-ը, ընդամենը 3% ունի թուրքական ծագում, 97%-ը թուրքեր չեն, 50 եւ ավել տոկոսը հայեր են եւ այլն եւ այլն։ Դրա համար էլ Թուրքիայում արգելված են գենետիկ ուսումնասիրությունները։ Իդեպ նաեւ Ադրբեջանում արգելված այդ ուսումնասիրությունները, որտեղ մենք փաստա նույն Ադրբեջանի պարագայում մենք գիտենք, որ 18-րդ դարում այդ գյուղը ոչ մի թաթար չի ապրել, ոչ մի գաղթ, ոչ մի արտագաղթ, ոչ մի ջարդ այդ գյուղում տեղի չի ունեցել, բայց հետո տեսնում ենք, որ թաթարախոս եւ մուսուլման են, որտեղ տարբեր պատճառներով բանեն։ Հիմա գործնականը որն է։ Դեռևս 2003 թվականին ես Հայաստանի իշխանություններին ներկայացրել եմ մանրամասն քայլ առ քայլ ծրագիր, որ այսօր շատ մոդա է, չէ՞, ճանապարհային քարտեզ, ոնց դա պիտի արվի։ Էլի պիտի արվի այն ճանապարհով, որը տեսականորեն, դու նախտի պատկերացնես, տեսականորեն հնարավոր է, հետո որ գործնականի վերածես, որտեղ եթե դու տեսականորեն էլ չես պատկերացնում, դա հնարավոր չի։ Բայց մինչև դրան անդրադառնալ ես ասեմ, ես երբեմն ասում եմ, որ միջազգային իրավունքը 0 է։ Շատերը զարմանում են, ես որ այդքան ջատագովը միջազգային չեմ դա ասում, բայց այն 0-ն է, որը եթե դնում ես մեկ այլ գործոնի կողքին 10 անգամ ուժեղացնում է։ Այսինքն, եթե դու միջազգային իրավունքով ուժեղացնում ես, օրինակ եթե մենք Ղարաբաղի հարցով այդպես վարվեինք, Իսկեն մենք ազատագրել էինք, չէ՞, երկիրը։ Եվ եթե միջազգային իրավունքը դնեինք այդ ամբողջի եւ աշխարհին ցույց տանք, որ մենք մեզ հասանելիք հայրենիքի մի մասը ազատագրել, դեռ մի մասն էլ Ադրբեջանը շարունակում է օկուպացնել, Ադրբեջանը չէր կարող այս ամբողջը ներկայացնել դեօկուպացիայի անվան տակ։ Հիմա բոլորը հարց են տալիս, ասում են աշխարհը մեզ ինչի չպաշտպանեց, ինչի՞ պիտի պաշտպաներ աշխարհը։ Աշխարհը դուք էլ չէիք ճանաչել որպես Հայաստանի մաս։ Դուք ճանաչել եք որպես Ադրբեջանի մաս, որտեղ երբ որ դուք ասում եք ինքնորոշում,
Դա նշանակում է դու ճանաչում ես դա Ադրբեջանի մաս, որտեղ ապրող բնակչությունը իրավունք ունի այդ սկզբունքի հիման վրա որոշելու իր ճակատագիրը։ Եվ այն ժամանակ, երբ որ գնաց այդ կեղծ գաղափարը Արցախի անկախության եւ այլն, որ պարզ էր, որ ոչ մի երկիր չի ճանաչելու, եւ դրա մասին հազար անգամ ասվել է։ Այսինքն, եթե հյուսիսային Կիպրոսը Թուրքիան չկարողացավ ճանաչել տա մեկ երկրի կողմից, Հայաստանը ո՞նց էր այդ ճանաչել տալու, կամ հանուն ինչ որ մեկը պետք է ճանաչեր եւ այլն։ Բայց երբ որ դու դանդում ես այլ հողի վրա, այդ միջազգային իրավունքի վրա, եւ դու գոնե աշխարհին քո դեմ չէիր հանում, աշխարհը քեզ չէր ուզում օկուպանտ ճան, այսօր Ադրբեջանը ինչ է անում, տեսեք։ Արևմտյան Ադրբեջան կոնցեպտը, որ առաջ է քաշում, հենց ինքը նույնն է ինքը ներկայացնում, ինքը հող է պատրաստում հաջորդ պատերազմի, այսինքն ինքը գալու է ազատագրի իր հայրենիքը, որտեվ եթե ինքը ասի ես գնում եմ հայերի հողը գրավեմ, բոլորն ասելուն ես ինչ ես ասում, բայց երբ որ ինքը ասում է սա իմն է, նրանք էլ ասում են հայերն էլ ճանաչել են, չէ՞, որ իմն է, իրանք արդեն ասում են, ոչ առարգություն չկա, դուք լսել եք երբևէ Հայաստան ասի չէ, չի ասել, ուրեմն համաձայնն է իմ հետ, ես գնում եմ իմ հայրենիքն ազատագրեմ, թող ապրեն հայերը, իրանք բան չեն, իրանք դեմ չեն հայերը, որ ստե ապրեն, ի վերջո իրանց ավտո լվացողա պետք կլնելու, կոշիկ նորոգողա պետք կլնելու, սառնարան սարքողա պետք կլնելու, կարան ապրեն, ոնց որ հայերը Բաքվում էին ապրում իրան սերտակ, այդսեր թող ապրեն, Երևանում ապրեն, Գորիսում ապրեն, ինչ է եղել, բայց որպես քաղաքական ազգ իրանք թույլ չեն տա։ Հիմա ինչ պիտի արվի։ ՄԱԿ-ը ունի 6 մարմին, 6 մարմնից 2-ի որոշումներն են պարտադիր մնացած բոլորի համար, դա անվտանգության խորհուրդն է, որպես բարձրագույն քաղաքական մարմին եւ միջազգային դատարանը որպես բարձրագույն իրավական մարմին։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը պիտի ես էր ամբողջ հարցը, պիտի հայցով հանդես գար մի բարձ բանով, այսինքն ստատուտի, այսինքն միջազգային դատարանի ստատուտի 36-րդ հոդվածի 2-րդ մասով, որ ես որպես պետություն եւ ինքը կարա դանի նաեւ ուրիշն հետ միասին խնդրում եմ այսինչ փաստաթուղթի կարգավիճակի հստակեցում։ Օրինակ, իրավարար վճիռը այսօր ուժի մեջ է, թե չէ։ Դա հանգիստ կարելի ապացնել, որ ուժի մեջ է։ Հիմա դու դրանից հետո երբ որ վերցնում ես այդ իր ուժի մեջ, արդեն դա ՄԱԿ-ի որոշումն է, ՄԱԿ-ի ամենաբարձր որոշումն է։ Դու օգտագործում ես դա ըստ, որպես ասած, գործիք։ Հիմա ես ասել եմ, հիմա էլ կրկնեմ։ Հաջորդ մեծ պատերազմը Միջին Արևելքում Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ է։ Եվ ես վստահեցնում եմ, Իսրայելը փայլուն է օգտագործելու իրավարար վճիռը, Իսրայելը փայլուն է օգտագործելու այս ամբողջը իր շահերի համար։ Իսրայելը անելու է այն, ինչ որ մենք չենք կարողացա անենք, որտեղ Իսրայելը չունի որևէ հիմք։ Ձեզ հիշեցնեմ, որ Իսրայելի պետության սկզբում Բալֆուրի կոչված դեկլարացիան էր, որոցքի դեկլարացիա էլ չէ, որը Ռոթշիլդին Բալֆուրի կողմից գրած, ոմանք ասում են անգամ անձեռոցիկի վրա գրած, ինչ որ խոստում է, որ դուք ազգային օջախ կունենաք Պաղեստինում։ Իրանք այդ մի նախադասության վրա կարողացան պետություն ստեղծել եւ հիմա իրանք հանդես են գալիս Միջին Արևելքում որպես արևմուտքի թիվ 1 գործընկերը, ստրատեգիական դաշնակիցը եւ այլն։ Եվ այդ իսկ պատճառով հասունանում է բախումը Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ։ Դա երբ կհասունանա ամբողջական Իրանում իշխանապողությունից հետո, որովհետեւ Իրանը այդ կռվի մեջ պետք է կանգնի Իսրայելի կողքին Թուրքիայի դեմ։ Եվ առանց Իրանի Թուրքիային Իսրայելը չի կարա Թուրքիային ջախջախի, բայց Իրանի հետ միասին կկարողանա։ Հիմա հարցն է սա, երբ որ ոմանք կա, որոնք ոչ բան չեն հասկանում քաղաքականությունից, այս որ հայտարարություններ են անում, Իրանի ժողովուրդը կախտի, իհարկե կախտի։ Ես ինչ բայց Իրանի ժողովուրդը հաղթել նշանակում է իշխանափոխություն։ Ով ասես որ Իրանի ժողովուրդը եւ Իրանի ռեժիմը դա նույնն է։ Դրանք տարբեր բաներ են, այսինքն Իրանի ժողովուրդը ուզում է հաղթի, ինքը ուզում է այլ բան։ Հիմա նայեք, մեր խնդիրը մենք այսօր ցավալի վիճակի մեջ ենք Հայաստանը։ Ինչքան էլ տարօրինակ է, մենք խոսում ենք, ասում մեր խնդիրը դիմանալն է։ Դուք պատկերացնում եք, մենք հասել ենք վիճակի, որ որպես ստրատեգիական նպատակ դիմանալն ենք դնում, որ մենք պետք է դիմանալ, որ մենք հասնենք մինչև հասմային տարիներ, երբ որ ուրիշները սկսեն մեր հարցերը լուծեն։ Եվ այս հարցը կդիմանանք թե չէ, դա էլ մեծ հարց է։ Մենք այսա մենք այն վիճակի մեջ ենք, որ դիմանալու խնդիրն է այստեղ, բայց
Եկեք չասեմ ինչ անենք, որովհետև ես չեմ ուզում այստեղ քաղաքական միտինգի վերածելու, մենք այս գրքին են, իսկ ինչ պիտի անենք, դա բազմաթիվ անգամներ մենք ասել ենք եւ այլն կարելի է։ Ով էր այդտեղ հարցը։ Պարոն Պապյան, անուրանալի աշխատանքի համար շատ հուզիչ էր նաև ձեր ներկայացումը, անպայման կվերցնենք այս գրքերը եւ անպայման կտարածենք, որտեղ այստեղ կային նաև սկզբնաղբյուրներ։ Հետաքրքիր Երվանդ Դերվիշյանի անունը չհիշեցվեց, կար Էրնեստ Դերվիշյանը, որը ազգային հերոս է համարվել նաև Ամերիկայի, բայց հարցս դրանում չէր։ Այդ դուք խոսեցիք եւ դա ակնառու է, որ դե յուրե եւ Արցախը եւ Ախալքալակը համարվում է Հայաստանի տարածքային ամբողջականության մեջ եւ երբ որ դուք նոր ասում եք, որ մեր պետությունը չի պահանջում, բայց մեր պետությունը նույնիսկ միջազգային բոլոր փաստաթղթերը գերակա են նույնիսկ սահմանադրությունից։ Հետևաբար այսօր ինչի հիման վրա են այդքան գումարներ ծախսում ադրբեջանցիները, հուսալով, որ իրենք միջազգային այդ գերակա նույնիսկ ժամանակային սահմանափակվածություն չունեցող այդ փաստաթղթից վեր ինչ-որ բան են անելու։ Անկախ նրանից, նույնիսկ երբ որ ինձ ասենք հարվածում են, ես չեմ բողոքում, դատախազը տեսնում է, որ հանցագործություն է կատարվել եւ ինքն է արդեն առաջ տանում գործը։ Նույնիսկ եթե ես դուժել եմ եւ չեմ կարող։ Եվ բացի դրանից Հայաստանը, քանի որ օկուպացված երկիր է երկար տարիներ համարվել, այսօր նույնպես այդ հիբրիդային օկուպացիան կա, ինձ թվում է, որ այդ միջազգային իրավունքը իր գերակա լինելը պիտի ցույց տա եւ մենք մեր սեփական հայրենիքը որպես օկուպանտ չպիտի ճանաչվենք Արցախի համար։ Երևի շատ խառնեցի, հա։ Շնորհակալություն։ Սկսենք Դերվիշյանից, ինչու Դերվիշյանին չեմ անդրադարձել, որտեղ Դերվիշյանը շատ հայտնի կերպար է եւ այն քիչերից է, որը քիչ թե շատ գիտեն։ Եթե Պենտագոն գնաք, ես եղել եմ Պենտագոնում, Դերվիշյանի արձանը Պենտագոնի միջանցքում դրված է։ Այսինքն դա հայտնի, այսպես ասած, ամերիկյան հերոսներից մեկն է։ Իսկ խոսքը նրա մասն էր, որ առաջի զինվորականները, առաջի բժիշկները, առաջի եւ այլն այդ առումով, հետո բնականաբար ես չեմ հավակնում, որ այս գիրքը համապարփակ բոլոր հարցերին ասա, այս գիրքը հնարավորություն էր, կրկնում եմ, ինչ որ ցևով ամերիկացիներին հիշացնելու այս ամբողջի մասին, ինչ որ ցևով հայերից եւ այլն։ Հիմա, նայեք, Պետք է հստակ լինի, եթե ես սա մասին չեմ խոսում եմ, չի նշանակ, որտեղ շատերը փորձում են այդպես ներկայացնել, որ Պապյանը կամ մյուսն ասում է, որ գնանք ուզենք, այս անենք, չէ, ես նման բան չեմ ասում։ Ես ասում եմ, այս ամբողջը պետքա որպես գործիք օգտագործել մեր այդ բանակցային գործընթացում տարբեր կողմերի հետ։ Երբ որ նույն վրացիները փակում են մեր ճանապարհը կամ գինը երապատում, խարապատում են, դու բանակցությունների ժամանակ պետք է փաստարկ ունենաս։ Դու պետք է ասես, եղբայր, դու պարտավորվել ես որպես պետություն, անվճար ես պետք է օգտագործեմ այս ամբողջը։ Հիմա դու ինչ ես եւ այլն։ Այսինքն հենց բանակցությունն ինչ է, շատերը բան չեն անում, որտեղ դա էլ շատ հետաքրքիր է։ Հիմա Այնքան մարդ կա խոսում է միջազգային հարաբերություն, հատկապես ընտրապայքարա, չէ, որ մի օր անգամ բանակցությունների չի եղել։ Ու բոլորը խելք են քեզ սովորացնում, դա ոնց պետք է արվի։ Հասկանու ես մարդ, որը ծով չի տեսել կյանքում, նավապետ է ասում իրանց։ Լսում ես YouTube-ում էլ ինչ որ ճառեր են ասում, սենց անենք, նենց անենք, եղբայր դու ինչ ես հասկանում ինչի ինչոց սա բացարձակ բան է տիրում, բայց դե գիտեք ինչա, ընտրությունները, այսպես ասած ժողովրդավարություն դեմոկրատիա մի մեծ թերություն ունի։ Այստեղ բոլորը ունեն մի քվե եւ եթե դու կարողանում ես շատ խափես, դու շատ քվե ես հավաքում։ Ըստ էության այդ է լինում։ Առաջ երբ որ որոշակի ցենզ ա եղել, չէ, այսինքն տարիքային, կրթական, ունեցվածքային, դա պատահական չի եղել։ Որովհետեւ այո, եկեք նայենք ըստ ունեցվածքի, ըստ կրթության, երբ որ մենք ուսումնասիրում ենք խմբերը, թե ով ինչ գաղափարիա քվեարկում, հասկանում ենք, որ դա մեծ դեր ունի։ Որտեղ բարդ է։ Տեսեք հարցը որն է, երբ որ դուք գնում եք 32 ատամ ունեք, գնում եք ատամնաբուժի մոտ։ Ինքը նայում է մասնագետը, ինքն է որոշում ոնց պետք է անի, այդ ոնց բուժի ձեզ, էլի։ Երբեք որևէ ատամնաբուժ չի լսում ձեզ ձեր խորհրդին, ոնց քաղաքականությունը, որ շատ ավելի բարդ է, եւ մի հայրենիք ունեք, մի երկիր, երեշտը 32 հատ։ Ով է որոշում։ Որոշում է այն քանակությունը, որը ոչինչ չի հասկանում։ Եվ ասածորեն գալիս է եւ բաներ ա դնում, այսինքն ընտրում է այնպիսիներին, որոնք իրան ինչ որ բաներ են խոստացել։
Այսինքն այս ամբողջ իրականությունը հին ճշմարտությունն է, որ 10 մասնագետի խոսքը շատ ավելի կարևոր է, քան 1000 ոչ մասնագետի։ Բայց քաղաքականությունը այն քիչ ոլորտներից է, մեկ էլ ֆուտբոլն է, այտենց որ կողքից նայողին թվում է լավ է խաղում, չէ՞, որ ասեն պաստու գլխով խփի, ոտով խփի, քաղաքականությունն էլ տենց է։ Լիքը մարդկա սովորացնում է ոնց պետք է անեն, այսինքն կողքից եւ այլն, չեն եղել։ Հիմա մեզ մոտ էլ քանի որ մենք ոչ դրա փորձ ունենք, այս ունեզրկումը պատճառներից մեկը, որ Հայաստանի ժողովրդին մշտապես պահել են աղքատության մեջ, գիտեք ինչն է, որտեվ աղքատ ժողովուրդը հեշտ է ընտրությունների ժամանակ մանիպուլացվում։ Այ մի հատ նայեք հանդիպումները, ասենք ինչ են ուզում, այսինքն դա աղքատ մարդը ինչ պետք է օրվա ապրուստի խնդիրն է լուծում, աղքատ մարդը աստվածաշունչն ասում է ոչ միայն հացիվ, ինչի ասում ոչ միայն հացի, որովհետև ամեն դեպքում առաջինը հացն է, էլի, այսինքն նախ հացի, բայց ոչ միայն։ Հիմա մարդը հացի խնդիր ունի լուծելու, դու գնում ես հայրենիք ես խոսում, Ուիլսոնյան իրավարար վճիռ ես խոսում, չգիտեմ, բաներ ես ասում, իրա ինչին է պետք այդ ամբողջը։ Ինքը կոնկրետ իր ասֆալտն է ուզում, իրա չգիտեմ, այն մենք մի հատ կիներ, չէ՞, ասում մեր աղջիկս չի հղիանում, բան, ինչ որ աղջիկ, արդեն պետությունն էլ է դրա համար պատասխանատու, որ իր աղջիկը չի, այսինքն անհեթեթության է այս ամբողջը վերածվել։ Այս դրա համար բանը ես արդեն մոռացա ինչն է։ Ասեց թե Արցախը քանի որ միջազգային Հա, հիմա տեսեք, հա, հասկացա, հա, հիշեցի։ Չէ, նայեք։ Միջազգային իրավունքը չի գործում քրեական իրավունքի նման, որտեղ պետությունը հանդիսանում է կողմ եւ պետության պարտականությունն է, եթե քրեական օրենսգիրքը խախտվել է, եւ բնել ոչ բոլոր հոդվածները։ Հոդվածներ կա միայն բողոքի հիման վրա կարա գործ հարուցվի, եթե բողոքող կողմ չկա։ Կան որոշ հոդվածներ, որպես պետությունը ինքը ընկալում է որպես կողմ եւ գործ է հարուցում։ Միջազգային իրավունքը այդպես չի գործում։ Միջազգային իրավունքը գործում է կողմերի բանով ցանկության վրա։ Հիմա երբ որ պահանջներից մեկը, եթե հիշում եք, Ադրբեջանը դրեց Մինսկի խմբի լուծարումը, չէ, հայկական կողմի համաձայնությունը պետք էր որ լուծարվեր, քանի դեռ հայկական կողմը չէր տվել, դա չէր կարող լուծարվել։ Տվեց, լուծարվեց հիմա։ Հիմա այդ վիճակում 3-րդ, 4-րդ, 5-րդ երկիր ինչ դի, ասած հետեւյալն է։ Ոչ մի երկիր չի գալու եւ ասի, որ այդ տեսեք դուք ինչ որ իրավունք ունեք, այլ չգիտեմ, Արցախն է, մյուսն է, եկեք ես բան անեմ։ Ես էլ եմ ասել ժամանակին, ես ասում եի որպես անհասկանալի ինչ որ անիրականանելի բան, ասում եմ, եթե վաղը Հայաստանի իշխանությունները որոշեն ոչ միայն Արցախ, այլ նաև Զանգեզուրը տան, թշնամուն իրենք կարող են տալ եւ դա կլինի օրինական։ Այո, կլինի օրինական։ Բայց դա ես ասում եմ որպես այսպես օրինական հավատալի։ Հիմա վախ է մտել սիրտս։ Որտեւ տեսնում ես աչքը տեսածից է վախենում։ Շատ չկա, իրանք կարող է լինեն ասեն, որ այսպես է, որովհետեւ մեզ կայունություն է պետք, մեզ խաղաղություն է պետք, մեզ էս է պետք, ասես որ չլինի, ում երեխեքի հաշվին ես ուզում բան, այդ են բացելու։ Իսկ այդ թեման արդեն դա բան չի, իռացիոնալ քննարկում է։ Հասկանում եք, երբ որ հայրենիքի, երկրի, անգամ հայրենիքը մոռանանք, երկրի տարածքի պաշտպանունակության խնդիրները ստորադասվում են, կենցաղային հարցերի են արդեն իջեցվում, այդ դեպքում չի լինի։ Երկրի իշխանությունը սահմանադրորեն պարտավոր է անվտանգությունն ապահովելու։ Ինչ չի ուզում իրանք ոնց կապահովեն, իրանք պետք է ապահովեն տարածքային ամբողջականություն, չեն կարող, թող վեր գնան ուրիշները կարողանան, էս է իրականությունը։ Հիմա այդտեղ դու պետք է գտնես արդեն այն երկին, որի շահերը քո հետ համապատասխանում են։ Հիմա, եկեք պարզ մի օրինակ ասեմ, կանցնենք մյուսին։ Ամենամեծ համաշխարհային այսօր դիմակայությունը, որ գոյություն ունի, դա Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջև է։ Դա այն առանցքն է, ինչպես ամեն դարաշրջան իր ունի։ Ոնց է կարողանալու Միացյալ Նահանգները խեղճացնի Չինաստանին։ Ուղիղ պատերազմով չի կարող։ Ինքը ինչ անում։ Ինքը Չինաստանին զրկում է հումքի մատակարարներից, ճանապարհներից, աղբյուրներից։ Դրա համար մենք ունենք երկու պատերազմ՝ ռուս-ուկրաինական եւ Իրանի դեմ։ Այդ երկու պատերազմը Չինաստանին է վերաբերում, որտեղ երկուսով իրանք Չինաստանն են խեղճացնում։ Հիմա եթե Իրանում տեղյանում իշխանափոխություն, ապա միակ երկիրը, որը կարող է փոխարինի Չինաստանին համաշխարհային շուկայում իր արտադրանքի քանակով եւ գնի էժանությամբ ապրանքի, դա Հնդկաստանն է։
Այս ամբողջ պատերազմը նրա համար է, որ հնդկական ապրանքը մտնի Եվրոմիության շուկա, որտեղ եվրոպացիների այս հակասության հիմքում, որ ինչի որ Վենսը վատ տղա է կամ լավ տղա է, լավ Մյունխենում կպավ Եվրոպա, չէ, խնդիրն է դա, եվրոպացիք ասում են ախպեր, դուք որ ասում եք մենք Չինաստանի հետ այս բաները չանենք, բայց ապրանքները այսինքն Էժան, եթե գնացել եք Եվրոպա, Ամերիկա, մտնում եք, առնում եք ամենահայտնի բրենդների ապրանքը, 90%-ը Չինաստանում արտադրված։ Այ հիմա երբ որ Հնդկաստանը այդ ամբողջը կարտադրի, եւ Հնդկաստանը Իրանի վրայով Հայաստան, Եվրոմիություն կտանի, այդ դեպքում Հայաստանի անվտանգության աշխարհը կբարձրանա։ Այդ դեպքում Զանգեզուրը մենք կարանք պահենք։ Այդ դեպքում Զանգեզուրը մեծ շղթայի օղակ է դառնում։ Այդ դեպքում Զանգեզուրի հայկական մնալը ոչ միայն մեզա ձեռնատու, այլ Ամերիկային, այլ Եվրոպային, բոլորին։ Այս պետք է հասկանանք, որ անենք։ Հակառակ դեպքում դուք չեք կարող պահել Զանգեզուրը, որտեվ ինքը 10 անգամ Ադրբեջանի համախառ ներքին արտահան 10 անգամ շատ է քոնից։ Ռազմական բյուջեն էլ աճում է տարեկան 200-300 միլիոն։ Քո մոտ կրճատվում է։ Դու դեմոգրաֆիկ խնդիր ունես։ Հետևաբար այս ամբողջը պետք է այդ ամբողջի մեջ դիտարկես, որ կարողանաս անես։ Հիմա մենք շատ բան չենք կարող համաշխարհային առումով փոխել, բայց ահագին բաներ կարող ենք նպաստել, ահագին բաներ, եւ եթե նաեւ գաղափարները, գիտեք, ես տասնյակ անգամներ համոզվել եմ, որ շատ բաներ, որ մեզ համար, ստեղ ապրողներիս համար սովորական գաղափար է, եւ թվում է, որ ոնց կարող է այդ ինձ պաշտոնյան Մոսկվայում կամ Վաշինգտոնում կամ չգիտեմ Բուենոս Այրեսում չիմանա, մեկ էլ պարզվում է, որ ինքդ նման բաներ չգիտի չել, հաշվարկել, այսինքն դու պիտի ասես, դու պիտի օգնես, դու պիտի եւ պիտի ցույց տաս, շատ կարեւոր է, մենք որ բանակցությունները սովորում, այսինքն տարբեր ակադեմիաներում, ի՞նչ է, առաջի բանը որ քեզ ասում են, բանակցությունների հիմքում դու պիտի դնես դիմացինի շահը։ Այսինքն դու իրան պետք է ցույց տաս, որ այս որ մենք եկանք համաձայնության ինչ որ արծով, դու ինչ ես շահելու։ Եթե դա ցույց տվեցիր, ինքը բնականաբար ամեն ինչ պիտի անի, որ դրական արդյունք լինի։ Եթե դու դնում ես քո շահը, այդ դեպքում իրան ինչին է այդ ամբողջը պետք, ինքը չի կարող բան, դու էլ լծակ չունես պարտադիր։ Հա, Թրամփը կարա պարտադրի։ Առանց շահի էլ ասում է Թրամփը գործում է մոտարապես այս տեսանկյունից։ Եթե իմ ասածը չանեք, վատ կլինի ձեր համար, դրա համար էլ ինչ որտեղ ասում են ավելի լավ է մի քիչ ծախս անենք, բայց չվատացնենք հարաբերությունները, գործ չի։ Բայց մենք լծակը այդ չունենք, բայց մենք կարող ենք, չէ՞, մենք ունենք այդ հնարավորությունները, եթե ճիշտ վարվի, ոնց ասած, դիմացինի շահով այդ ամբողջը անելու։ Այո։ Մի հատ հստամ։ Համեցեք։ Պարոն Պապյան, Արաջան, հերթական անգամ շնորհավորում եմ, շատ լավ գիրք է, ինձ մի բան է հետաքրքրում։ Մենք շատ հաճախ փողի մասին ավելի շատ ենք սիրում խոսալ, ավելի հասկանալի է մեր համար, իսկ Տրամփի գալով պարզվում է Ամերիկան մեզանից մի 5 անգամ ավելի շատ է փողի մասին։ Ըստ երկրագնդի վրա երկու փողի մասին ժողովուրդ կա, Ամերիկան իր կառավարությունով եւ մեր կառավարությունով։ Կարանք մենք դիմենք գումարային հայցով, ըստ ասենք մեր եղած փաստաթղթերի, որ կարծեմ 3 ռազմաբազա կա Վիլսոնյան Հայաստանում, ամերիկյան 3, որից մեկը լակատար է։ Կարանք դիմենք, ասենք ախպեր, դուք ճանաչել եք գոնե ձեր մեծ կնիկով եւ այլն, կարող է գումարը մի հատ հաշվարկենք ինչքան եք բարդ ու սրանից հետո սկսեք մուծել։ Այո, կարող ենք, ուրեմն Ինչիրլիկի ռազմաբազան որ կա, Ինչիրլինկը Վիլսոնյան Հայաստանից դուրս է։ Եվ քչերը գիտեն, որ 1945 թվականին ես այդ փաստաթղթերն էլ կա հենց ամերիկացիները տպել են, նախատեսվում է ռազմաբազան բացել Վանում։ Եվ կա Ամերիկայի պետքարտուղարության իրավաբանի զեկուցակիրը, որ մենք չենք կարող Վանում բացել պարզապես, որովհետև մենք դրա համար Թուրքիայի չենք կարող փաստաթուղթ ստորագրել, որովհետև այդ տարածքը Թուրքիայինը չի։ Դա հասկանում եք, իրանք գիտեին 45 թվին այդ ամբողջ պատմությունը։ Դրա համար իրանք դրեցին Ինչիրլիկ։ Ուրիշ բան, որ Ինչիրլիկը գիտեք, արդեն մասնավոր հայկական տարածք է, Մաղթեսյանների ունեցվածն է եւ այլն։ Բայց մենք իհարկե կարող ենք, ավելին ասեմ ձեզ։ Ես որ ասեցի մի հիմնադրամ ունենք Wilsonian Heritage, մի հատ ուրիշ հիմնադրամներ էլ կա, սիրում եմ էլի ձեր հիմնադրամներ բաներ բացել հատկապես Ամերիկան, դա հնարավորություն է տալի, կոչվում է
Gerard and Kardashian Foundation. Gerard-ը դա դեմ Gerard-ն է, ամնի այդ դեսպանը, Kardashian-ը Kim-ի հետ կապ չունի, բայց քանի որ Kardashian-ը լավ անուն ունի, այդ Վահան Kardashian-ը։ Եվ այդ հիմնադրամի նպատակը ո՞րն է։ Իմ նշած, որ 1927 թվականին Սենատը մերժեց հաստատելու դիվանագիտական հարաբերությունները եւ 5 տարով պետքարտուղարությունը միջգեշտերատեսչական մոդուս վիվենդի ստորագրեց դեսպանների փոխանակման 1933-ից հետո որևէ բան դա չի էլ երկարաձգվել, այսինքն դա անօրինական է եւ տակտիկան հետեւյալն էր որ Ամերիկայում որևէ ֆեդերալ քորթում ֆեդերալ դատարանում մի որևէ սենատորի կողմից հայց ներկայացնել պետքարտուղարության դեմ առ այն որ պետքարտուղարությունը անտեսելով սենատի արգելքը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դե ֆակտո դա հաստատել է որի հետևանքով ամերիկյան հարկատուների միլիարդները տասնամյակներ շարունակ գնացել են թուրքերին այդ հսկայական օգնություններ եւ այլն կարող ենք ինչ որ բանել սկսել ենք բայց հասկանում եք ես երբ որ սկսում եմ այս բաները ես գիտեմ էլի ինչ անում միշտ կիսատ ամնում որովհետեւ չի կարող հասկանում եք անհատ մարդը երբ որ այս դատական գործերն եք նայում Հայաստանում մի հասարակ գործ 200 հատ օր գործ է բանանում նման գործերը լուրջ այսինքն պետք է լուրջ թիմապետ մարդիկ են պետք բայց տեսականորեն դա հնարավոր է հաստատ մի հատ սենատոր կգտնվի որը ասենք կլինի ենթադրենք դեմոկրատա հանրապետականների դեմ կամ հակառակը ինչի է պետք դա Ամերիկյան իրավաբանության գոչվում plaintiff հասկացությունը, հայցվորը։ Այսինքն դու պետք է տուժած լինես, որովհետեւ դու ինչ ես դիմում։ Այսինքն ինքը հանդես է գալիս սենատի անունից, որ տուժել է իր կառույցը նրանց անօրինականությունից եւ այլն։ Պարզապես ինչ որտեղ էլ մենք ոնց որ կախենք գցում նախ է դրա բանը չունենք, էլի, ոնց որ թափը չունենք։ Երկրորդ էլ նա է, որովհետեւ դա լուրջ պայքար է։ Դա նշանակում է սենատի հետ միասին պայքարել պետքարտուղարության դիմաց։ Եվ մենք չգիտենք Այսինքն որ պահին մեզ կդավաճանի եւ ով հատկապես երբ որ թիկունքիդ բան չկա առանձնավ եւ ինչ հետևանքներ կունենա արդյոք դա չի բերի նրան որ մենք ոնց որ ասած հանձին պետքարտուղարության թշնամի ձեռք բերենք այդ խնդիրները պահանջում են գիտեք ինչա ես եղել եմ տենց բաների մեջ գիտեմ դուք նախապես ասենք կոնկրետ ցեղասպանության ճանաչումը կանադայում դա ոնց է արվում աղմուկը համայնքն է անում Բայց մինչև այդ դեսպանը գնում է, հարցերը համաձայնեցնում է նույն պետք իրանց արգորներ եւ այլն, որ իրանք չեն առարկել, դեմ չեն լինի եւ այլն, իսկ որտեղ իրանք չառարկեն, դու իրանց խոստանում ես, որ այ այն միջազգային դատախազի ընտրությունների ժամանակ մակում մենք ձեզ քվեն կտանք։ Մի հատ էլ ուրիշ տեղ ձեզ կօգնենք։ Մենակ դուք բան մի արեք, խորհրդարանում դեմ հանդես մի եկեք։ Իրանք հանդես չեն գալի եւ այսինքն դու մինչեւ պետքարտուղարության դեմ դատ բացելը դու պետքարտուղարությանը պիտի աշխատանք տանես, որ իրանք դա փշերով չդիմավորեն եւ ուրիշ բան։ Եվ իրանք պիտի բացատրես, որ իմ նպատակը ձեր դեմ չի։ Իմ նպատակը այն է։ Հիմա ելի վերադառնում ենք նրան, որ այն պահին ինչպես ասաց Իսրայելի նախկին վարչապետը հաջորդ թիրախը կդառնա Թուրքիան, այդ ժամանակ դա հնարավոր է աշխատի։ Այդ ժամանակ ոնց որ ասած կլինեն լուրջ աջակցություններ եւ այլն։ Իդեպ ասեմ, որ հрьяաները, հрья իրավաբանները, երբ որ իրավարար վճռի մասին իմանում են, այդ թվում նաեւ Վաշինգտոնում, այդ թվում էս դալիճում վկաներ կան նման մի խոսակցության, իրանք զարմացած ասում են, բայց սա լուրջ է, սենց բան կա Ասում ես, հա, ես կարամ PDF-ները տամ, փաստը որ էս կա ժամանակ, ինչի չեք զբաղվել սրանով, ինչ եք գնացել ցեղասպանության ճանաչման հետևից, ինչի եք, բանը, դե ասում ես սենց հաստատվել եւ այլն։ Հիմա վատը գիտեք ինչն ասեմ ձեզ։ Մինչև 1991 թվականը մենք ունենք միջազգային իրավունքի տեսակետից հիմնավորում, որ մենք ասում ենք մենք պետություն չունենք Հետևաբար մենք չէինք կարող դիմել, դրա համար մենք գնացել ենք ցեղասպանության ճանաչման եւ բանի հետևից։ 91-ից հետո մեր վիճակը բարդանում է, որովհետեւ միջազգային իրավունքի մեջ
Գոյություն ունի էստոպել հասկացությունը։ Էստոպելը նա է, երբ որ դու քո վարքով, քո գործողությամբ կամ անգործությամբ, սա շատ կարևոր է, ցույց ես տալի, որ դու համաձայն ես ստեղծված իրավիճակին։ Այն ինչ որ անում են, անունը չկտան ոմանք Հայաստանում, այս անգործությունը, դա էստոպել է մեր դեմ։ Դա մեր դեմ է օգտագործվելու վաղը։ Այս լռությունը անշարժ լռություն չի է, որ դե լավ հիմա չենք խոսում, սա մեր դեմ է ասվելու, որտեղ կրկնում եմ, լռությունը միջազգային իրավունքի մեջ դա համաձայնություն է։ Երբ որ Ադրբեջանը, եթե հիշում եք, մենք ծաղրում էինք հաճախ, ասում էինք ամենտեղ թռչունների նվիրված, միջատների նվիրված, ամենտեղ ելնում են խոսում են 20% օկուպացիայի մասին, իրանք հասկանում էին միջազգային իրավունքից, դրա համար էին խոսում, որ մենք չենք հաշտվել դրա հետ, անկախ ամեն ինչից։ Մեր մոտ ասում է կովը քիչ է կատ տալիս, որտեղ Հայաստանը օկուպացրել է 20%-ը, չգիտեմ, էկոլոգիական վիճակը վատ է, հայերն են մեղավոր եւ այլն։ Հիմա էլ են այդ ամբողջը բանանում մեղավոր։ Հիմա մենք պետք է հասկանանք մի բան, էլի։ Որևէ մեկը պատերազմի կողմնակից չի։ Չկարա նորմալ մարդ պատերազմի կողմը լինի, էլի։ Ես 20 տարեկանում 3 տարի տեսել եմ ինչա։ Ես տեսել եմ, թե զենքը ոնց կարա քաղաքներ հողին հավասարեցնի։ Հնարավոր չի մարդու զեն այդ պատերազմը։ Բայց երբ որ դիմացինը չի ուզում խաղաղություն, քեզ ալենտանք ուղակի չի թողում։ Դու ուզում ես խաղաղություն, դու նա դիմացինը պետք է իմանա, որ ինքը այնպիսի գինա տալու դրա համար։ Մարդկային, տնտեսական, բարոյական, չգիտեմ, առումով բոլոր, որ իրար թանկ է նստում։ Զսպման քաղաքականությունը, երբ որ ՍՍՄ-ն ու արևմուտքը ինչի վրա էր հիմնված, որ եթե անգամ առաջի հարվածողը ոչնչացնի դիմացի ատոմային զենքի 90%-ը, անգամ 95%-ն 5%-ն էլ բավարար է, որ քեզ կոչնչացնեն, եւ դա զսպում էր։ Դրա համար էլ չէին արձակվում, որտեղ անգամ այդ մեր ծերունի պոլիտբյուրոն եւ հակառակը ոչ մեկ էլ չէր ուզում մեռնել, ասում են դե երեխա ունենք, թոռ ունենք, ապրում ենք բևան։ Բայց այն պահին, երբ որ շատ մարդիկ կան, չեմ ասում, բայց շատ մարդիկ, որ զգան, որ պատերազմի դիմաց իրանք չեն համարժեք պատասխան չեն ստանալու, դա տանում է պատերազմի։ Այ էսա ցավոք սրտի, որ բանը։ Դրա համար մենք ճար չունենք։ Մեր Պարոն Վարդանով, ձեր չի որ դի բացատրեմ եւ այլն, բայց էսա մեր խնդիրը այն որ Անդրանիկներ չի ասում կարծեմ, որ ասում էր սոված մնացեք, բայց հրացան առեք։ Մենք այդ վիճակի մեջ ենք։ Մենք այդ վիճակի մեջ ենք, ոչ թե նրանից է, որ չգիտեմ, sense արնախում ենք, էսենք, ենենք, տեսել ենք ախր, Արցախը մի քանի տարի առաջ էր, 2-3 տարի առաջ էր մեր աչքի առաջ է։ Դա 15 թվից բանը չի, ցեղասպանությունը չի, որ բանը լինի։ Այդ մարդիկ չեն կարող, որ դա կարա կրկնվի ստեղ։ Մարդիկ չեն ուզում, որտեվ այնքան անհավանական է թվում, բանը, որ չկրկնվի։ Գիտեք, Արցախում էլ շատ բաների չէին հավատում, որ կարա լինի, եղավ, չէ։ Դրա համար այս վիճակի մեջ ենք, այս սանով ամփոփենք, ինչ ասեմ, ոնց որ ասած այդ պաշտպանական պատի մեջ դրած սա մի աղյուս է։ Փոքր աղյուս է, փոքր քարա, որ այդ ձև ես տեսնում եմ։ Չեմ գերագնահատում դերը, որ սա չգիտեմ հզոր պատ է եւ այլն, բայց սա այն քարն է, այն աղյուսն է, որ քար առ քար պետք է կառուցենք, այն որ այնտեղ խոսքեր կար, որ եւ ասվեց բացման խոսքում էլ, որ երկրի պաշտպանությունը ոչ միայն, ասենք, բանակով, ոչ միայն, ասենք, բանակը կա, բայց ոչ միայն, այսինքն դիվանագիտությամբ եւ այլն, սա էլ է, որ կոչվում է հանրային դիվանագիտություն, հանրության մեջ տարածել ինչ որ բաներ, մտքեր եւ այլն, ես ձեզ մի պատմություն էլ ասեմ ու գնանք, ես ինչ եմ այս պատմությունները իրական պատմում, որտեվ սրանք է ցույց տալի քաղաքականությունը։ Ես որ խոսնակ էի Ամերիկայից մի կարևոր պատվիրակություն էր եկել, նաև Վրաստանի ու Ադրբեջանի իրենց դեսպաններն էին, եւ այնտեղ փոխնախարար կա Ռոզենտալ ազգանունով։ Ու այս Ռոզենտալը բոլոր իմ սենյակում էր, ասես օվալաձև սենյակ ունենք, ես կատացնում եմ, մեկ Քլինտոն ունի օվալաձև սենյակ, մեկ էլ ես։ Այդտեղ նստած քննարկում ենք։ Ու այս Ռոզենտալը ասես զգում ես, էլի որ հայերին է պաշտպանում ամեն հարցով։ Հետո ընդմիջմանը մոտեցած ի՞նչն է, ասում լսի։ Ես 14 տարեկանում կարդացել եմ Ֆրանց Վերֆելի Մուսա լեռան 40 օրը, ու որպես հրյա ես հասկանում եմ, որ դա կարևորը, ու ես ձևավորվել եմ այդ գրքի վրա։
Ու ես հասկանում եմ դա 90-ականներն էր, էլի, որ տեսեք, այս մարդ որ լեհական հրյա 40-ականներին գիրք է կարդացել, բան է եղել, այդ գիրքը կարող է իր ազդեցությունը թողի տասնամյակներ հետո մի մարդու դիրքորոշման, որը այսպես ասած ազդեցիկ մարդ էր։ Դրա համար այս ամբողջ այս հանրային դիվանագիտությունը այդ առումով կարևոր է։ Սա այն սերմնացանի առակն է, որ դու սերմը ցանում ես, ասում անգավ քարերի վրա չորացավ, անգավ ճամփեզին թռչունները կերան, բայց անգավ պարարտ գետնի վրա եւ մեկին 10 տվեց, նույն տարբերակն է։ Դրա համար մենք սա բաժանում ենք, ասենք, ամերիկյան համալսարաններին, մարդկանց, այն հույսով, որ կարող է միտեղ, հա 10 գիրքը կարող է բացողել չլինի։ Բայց կարող է 10-ից մեկը մի օր մեկը բացի, մի քիչ սկսի զբաղվել այդ հարցերով եւ վաղը մյուս օր մեզ համար լավ լինի։ Հիմա այս բոլորով հանդերձ ես ասեմ, որ ես լավատես եմ։ Այս մոտ ապագայի նկատմամբ լավատես չեմ, բայց ստրատեգիական առումով գոնե 5-10 տարի առումով ես լավատես եմ, որովհետեւ ի տարբերություն մեզ, էլ եմ ասում, մեր հարցերը լուծելու են ուրիշները, եւ իրանք ստիպված լուծելու են հոգուտ մեզ։ Այսինքն այն որտեղ էլ ասում է ձեր ինադու ենք լուծելու, ուզեք չուզեք այդ ձև ենք լուծելու։ Այո, համեցեք։ Ես հարց չունեմ, Պապյան ջան, բայց ուզում եմ շնորհակալություն ասել ձեզ, շատ կարևոր է որ ասել նաև, որ ձեր շնորհիվ է նաև, որ ես ինձ համարում եմ գաղափարական մարդ։ Շնորհակալություն եւ շնորհակալություն նրա համար, որ այս գիրքը ես այսօր իմ զավակին եմ նվիրելու։ Ու այսինքն ձեր կողմից։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալություն բոլորին։ Գաղափարական մարդուց էլ թանկ բան չկա աշխարհում։ Ես մի օր Մարեսկա կար Ամերիկայի ներկայացուցիչներ Մինսկի խմբում, արդեն ինքը պաշտոնաթող էր, ասի ինչ է կարծում Ղարաբաղի հարցը ինչ ալվել է, անկլավները, ասես կպահեք ձեր է կլնի, չեք կարա պահեք իրանց է կլնի, հիմա ինչ անելու, կտանք իրանց է կլնի, չենք տա մեր է կլնի, այդտեղ ինչ է, կարող է իրանք հետ կանգնեն ուզելուց, հետ չեք կարնի, արդեն հեն ասած մերոնք շակերտավոր, Գազամուղի գիծը տեղափոխում են անգլավից դուրս, որ հետեւում անգլավը պետք է տա։ Մնացին իշխանցը տալու են, ինչ ասեմ, կարաս սպայի, այսքան է։ Շնորհակալություն մասնիկ կլասի համար, բարոյ։ Քննեմ։ Շնորհակալություն։